Սեդա, շարունակիր պատմությունդ, ասաց Թագուհին մեղմ ու հանգիստ ձայնով։ Շարունակեմ, բայց չգիտեմ, ախր չեմ հիշում, թե որտեղ մնացի։ Թագուհիս այնպես շփոթեց ինձ քո վրդովմունքը։ Պատմում էիր Սմբատ թագավորի մասին, թե խաչեցին Դվինի առաջ։ Ախ, այո, հիշում եմ, բայց ինչ ասեմ։ Ախր իմ Թագուհի, իմ հրեշտակ, դու նեղանում ես, դու վրդովվում ես։ Քո Սեդան պառավել է, չի կարողանում այնպես հարմարեցնել յուր զրույցները, որ հաճույք պատճառե քեզ։ Ինչպես անեմ։ Չէ, Սեդա, այդպես լավ է։ Այժմ տեսնում եմ, որ զրույցները օգնում են ինձ։ Ես կամաց ընտելանում եմ իմ վշտերը հիշեցնող ակնարկներին, այդ լավ է։ Երևի ես այժմ կսովորեմ հաշտվել իմ դրության հետ։ Դու շարունակիր։ Իհարկե, իհարկե։ Չպետք է հո միշտ տանջվել։ Աստված ոչ ոքի առանց ցավերի չէ ստեղծել։ Բայց դու, իմ հրեշտակ, խմիր դարձյալ մի բաժակ օշարակ, նա ավելի ևս կհանգստացնե քեզ, ասաց Սեդան, սիրտ առնելով Թագուհու խոսքերից, և ապա վեր կենալով բերավ նրան օշարակ։ Թագուհին թեպետ ախորժանոք չվայելեց առաջարկված ըմպելիքը, բայց դայակի սիրտ ամոքելու համար տրտունջ չհայտնեց։ Բաժակը դարձնելով Սեդային, նա հենվեցավ թավշյա բարձերին և սկսավ լուռ նրա զրույցը լսել։ Այո, այդպես, անխոհեմ և ամբարիշտ իշխանների շնորհիվ այդ զարհուրելի և անարգ հարվածը հասավ մեր գլխին։ Սուրբ և առաքինի թագավորին խաչեցին փայտի վրա, յուր իսկ մայրաքաղաքի առաջ։ Բայց այդ գազանային վրեժխնդրությունը տեղի չէր ունենալ, եթե հայ իշխանները միանային, թև ու թիկունք լինեին իրենց դյուցազնասիրտ թագավորին և ընդհանուր ուժով դեմ դնեին հայրենիքի թշնամուն։ Այդ թշվառությունը չէր պատահիլ, եթե տիրանենք և դավաճան Գագիկ արծրունին, Տասպուրականում թագավորելու փառամոլությամբ կուրացած, չմիանար Յուսուփ ոստիկանի, յուր հայրենիքի անհաշտ թշնամու հետ։ Չկրկնապատկեր նրա կործանիչ ուժը, չբանար նրա առաջ փակված ճանապարհները, որի արդյունքը եղավ բազմաթիվ հայ զորքերի կոտորածը, բերդերի և ամրոցների առումը, ժողովրդյան ջարդը։ Այս ամենը տեսավ առաքինի թագավորը, որ ամրացած էր կապույտ բերդի մեջ, և որին հարկավ թշնամին վնասել չէր կարող, բայց չդիմացավ, չկարողացավ սառնասրտությամբ նայել բյուրավոր զոհերին, անընդհատ հոսող արյանը, և մտածեց. թշնամին իմ անձին է հետամտում, ինչու թույլ տա, որ իմ պատճառով հայրենիքը անվերվի։ Ավելի լավ չէ, որ նրա փրկությունը գնեմ իմ արյամբ, քանի որ դավաճան իշխանները ջլատել են մեր ուժը, թուլացրել են մեր բազուկը, և մենք զենքի ուժով թշնամուն դիմադրել չենք կարող։ Եվ ահա նա դուրս եկավ բերդից և հանձնեց իրեն թշնամուն, ճիշտ այնպես, ինչպես Հիսուս, սիրո և խաղաղության վարդապետը, հանձնեց իրեն հրեից գազանամիտ ամբոխին, Գողգոթայի վրա անարգանած խաչին բևեռելու։ Այդտեղ էր այդ ժամանակ և Գագիկ արծրունին, հայոց Հուդան, բայց ոչ, նրան Հուդա անվանել չի կարելի։ Հուդան խիղճ ուներ, սիրտ ուներ։ Նա երբ տեսավ, որ յուր անմեղ և բարի վարդապետին մատնել է 30 արծաթի համար, գարշչեցավ յուր անձից և գնաց կախվեցավ։ Բայց Գագիկ արծրունին, երբ տեսավ, թե յուր շնորհիվ հայրենիքի պաշտպան, անձնվեր և քաջ թագավորը մատնված է թշնամու ձեռքը, հոգած յուր անձի անդորրության մասին, ձի նստեց և շտապեց յուր երկիրը, որպեսզի Յուսուփից ստացած և ազգից անիծված թագի փառքը ապահովության մեջ վայելե։ Ահ, և այդ հրեշը դեռ ապրում է աշխարհում, արքայական շուքով զբոսանքներ է կատարում Վասպուրականի մեջ, և աղթամարում, ասում են, հոյակապ եկեղեցի է կառուցանում։ Ինչու համար։ Արդյոք հավիտենականի աչքն է ուզում խաբել, թե ապագա սերունդների անեծքից է կամենում ազատվել։ Ինչու, ով բարերար Աստված, ինչու այդ եկեղեցու կամարները չես փլցնում նրա գլխին։
Մի՞թե դու պիտի ընդունես այն աղոթքն ու պատարագը, որ դավաճանի ձեռքով կառուցած եկեղեցում պիտի վերառաքեն քեզ։ Սեդան այդ հիշատակներով այնպես հուզվեցավ, որ վերջին խոսքերն արտասանելիս նրա շրթունքները դողում և աչքերը փայլում էին անսովոր կրակով։ Մի հուզվիր, մայր Սեդա, ասաց Թագուհին։ Արծրունյաց տոհմը դավաճաններով հարուստ է, բարիք սպասել նրանցից անկարելի է։ Մեհրուժան Արծրունին շապուհի հետ միացավ, որպեսզի քրիստոնեությունը Հայաստանից բառնա և հափշտակե Արշակունյաց գահը, բայց ազգը ուժ ուներ և դավաճանին չարաչար պատժեց։ Վաչե Արծրունին յուր արբանյակներով Վռամա հետ միացավ և հայոց թագավոր Արտաշիրը նրա ձեռքը մատնելով կործանեց Արշակունյաց տերությունը։ Գագիկ Արծրունին էլ հագարացիների հետ էր միացել Բագրատունյաց հարստությունը ջնջելու հուսով։ Եվ այդ միայն նրա համար, որ Սմբատ թագավորը մերժել էր նրա ապօրինի խնդիրը, այսինքն Նախիջևանը չէր տվել իրեն, որ Սյունյաց Սմբատ իշխանի հայրենական կալվածքն էր։ Չպետք է զարմանալ և վրդովվել, որովհետև ոչ փշից խաղող կքաղվի, ոչ տատասկից թուզ։ Բայց ախր ինչպես չվրդովվես։ Ինչպես չվրդովվես, երբ տեսնում ես, թե նա այդ բոլոր ոճիշները գործելուց հետո դեռ ապագա սերունդը խաբելու համար էլ հիշատակներ է կառուցանում։ Սեդա, այդ եկեղեցին հավիտյան չի ապրիլ, ընդհատեց Թագուհին, բայց մատնչի անունը անմոռաց կմնա։ Դրա համար էլ հոգացել է Գագիկը։ Ասում են, որ յուր ազգից Թովմա Արծրունի անունով մի վարդապետ գրում է այժմ Արծրունյաց ցեղի պատմությունը։ Հարկավ, այդ վարդապետը պաշտելի դյուցազանց կարգը կդասե յուր ազգակցին։ Ուրիշներն էլ կգրեն, Սեդա, ճշմարտությունը չի թաքչիլ, բայց դու մեր զրույցի նյութից հեռացար, Սեդա։ Ախ, այո, այն էի ասում, երբ դյուցազն ամուսինդ լսեց յուր հոր Սմբատ արքայի մարտիրոսական մահը, երնջակի առումը և Սյունյաց տիկնոջ, այլև ուրիշ ազատանի կանանց Յուսուփից գերվիլը, կայծակի արագությամբ իջավ Բագրևանդ։ Նա վառված, բորբոքված էր վրեժխնդրության բոցով։ Պետք է դու նրան տեսնեիր այն ժամանակ, երբ յուր զորքերով անցնում էր Գարդմանից։ Այդ օրերը դու մեծ տիկնոջ հետ հյուր էիր խաչենում։ Ինչպես լեռնային մի հեղեղ, ինչպես գարնանազայր մի փոթորիկ, այնպես անցավ նա մեր դաշտերից։ Մեծ չէր յուր զորքի թիվը, ընդամենը 600 հոգի, բայց նրանցից ամեն մինը կվաներ 100 հագարացի, բոլորն էլ հաղթանդամ, հաստաբազուկ, զրահազգեստ, երկաթակուռ վահաններով, հզոր նիզակներով և ծանր սրերով։ Ամենքի աչքերիցն էլ կրակ և կայծակ էին թափվում։ Նրանց տեսնողը կամ պիտի սարսափեր, կամ էլ ոգևորվեր։ Իսկ ինքը, արքայորդին, կարող եմ միթե նկարագրել, կատարյալ հին դարերի մի դյուցազն։ Երբ գալարափողերը յուր գալուստը հայտնեցին և նա Սյունեցի նժույգի վրա նստած հառաջապահ գնդի հետ միասին մոտեցավ բերդին, Գարդմանը կարծես տեղից դղրդաց։ Բոլոր ժողովուրդը շունչը բռնած նրան էր հետևում, բոլորը մի աչք դարձած նրան էին նայում։ Եվ քանի բերաններ այդ րոպեին օրհնանք կարդացին և բարեմաղթություններ արին նրա համար։ Երբ դղյակի առաջ հասավ, ձիուց իջավ։ Այդ ժամանակ ահա երևան եկավ բուն դյուցազնը, բարձրահասակ, թիկնավետ, թխադեմ, բայց գեղեցիկ կենդանի աչքերով, որոնց մեջ շողում էր բարություն, երբ խոսում էր մեզ հետ, և փայլում էր կրակ, երբ զորքին էր հրամայում։ Հոր մահվան պատճառով նա սևազգեստ էր տակավին։ Չկար վրան ոչ ոսկու և ոչ արծաթի զարդ, նույնիսկ սաղավարտը սև պողպատից էր, իսկ դեմքը համակված անուշ տխրությամբ։ Այսուամենայնիվ, այս բոլորը ոչինչ չէին պակսեցնում նրա առնական գեղեցկությունից։ Սահակ իշխանի հետ գրկախառնվեցավ նա դղյակի մուտքի մոտ։ Նրանք համբուրվեցան և արտասվեցին, հարկավ ապաբախտ արքայի մահը հիշելով։ Հազիվ մի քանի ժամ մնաց մեզ մոտ արքայորդին,
Իշխանի աշխատությունը գոնե մի օր պահել նրան մեզ մոտ ապարդյուն անցավ։ Հյուրասիրելու և հյուրասիրվելու ժամանակը չէ իշխան, ասում էր նա։ Հորդ երկիրը ոտնակոխ է լինում, պետք է փրկության հասնել։ Իմ քաջերից կտամ քեզ մի գունդ, եթե կխոստանաս արշավանքդ հաջողությամբ պսակելուց հետո վերադառնալ Գարդման, գեթ մի շաբաթ ինձ հյուր լինելու, այսպես ասաց իշխանը արքայորդուն։ Խոստանում եմ վերադառնալ երկիրս ազատելուց հետո, ասաց արքայորդին, իսկ քո օգնության համար կմնամ շտորապարտ, որովհետև Գարդմանա զորած քաջությանը կարող եմ վստահանալ։ Եվ իշխանը արքայորդու ձեռքը տվավ 500 քաջերից կազմված այն բանակը, որ հսկում է Գարդմանա մուտքին։ Երեկոյան դեմ հեռացավ արքայորդին յուր և իշխանի տված զորքերով։ Չեմ կարող մոռանալ երբեք այն վայրկյանը, որ նա Սահակ իշխանի հետ համբուրվելով յուր օդապարիկ նժույգը աշտանակեց։ Գարդմանացի աղջկերանց հարյուրավոր աջեր գերեց նա յուր հետ, երբ պողպատյա սուրը օդի մեջ շողացնելով բարձրագոչ որոտաց. «Հառաչ քաջերս»։ Գարդմանա ձորը արձագանք տվավ։ Կարծես 100 մարդ միասին գոռացին, այնքան ահեղ էր դյուցազնի ձայնը։ «Կեցցե արքայորդին, կեցցե ընդհամայր ամս», որոտնդոստ ձայնով պատասխանեց զորքը և առաջ խաղաց։ Իշխանը ճանապարհ դրավ արքայորդուն մինչև Գարդմանա կամուրջը, և երբ վերադարձավ, ինձ առանձին ասաց. «Սեդա, գոհ եմ, որ Սահականույշը այստեղ չէր այսօր. սա Աստծո տնօրինություն է»։ «Ինչու՞, հարցրի ես իշխանին։ Արքայորդին գեղեցիկ է բոլոր այն իշխաններից, որոնք երբևիցե խնդրել են իմ դստեր ձեռքը։ Եթե Սահականույշը այստեղ լիներ, անկարելի է, որ այս քաջը նրա սիրտը չգերեր։ Ավելի լավ, ասացի ես իշխանին, միթե դու կմերժեիր քո դստեր ձեռը հայոց ապագա թագավորին։ Ոչ, Սեդա, չէի մերժիլ, բայց դեռ հարց է, թե կժառանգե նա հոր գահը։ Գիտես, թե որքան արգելքներ ունի բառնալու։ Արտաքին թշնամիները պիտի վանե, ներքինները պիտի նվաճե։ Իսկ դրա համար հսկայական ուժ, հզոր աշխատություն և մեծ փորձառություն է հարկավոր։ Տեսնենք, թե երիտասարդ արքայորդին կունենա այդ բոլորը։ Իսկ եթե չունենա, հարցրեցի ես, այն ժամանակ կընկճվի և հոր գահը կկորցնե։ Այդ դեպքում հարկավ կդժբախտանար իմ դուստր, եթե նա սիրում լիներ արքայորդուն։ Իսկ այժմ նա ազատ է այդ երկյուղից։ Եթե Աշոտը կհաջողի հոր գահը պայազատելու, այն ժամանակ ես դարձյալ կփեսայացնեմ նրան։ Գուցե հաջողության ժամանակ Գարդմանա օրիորդը նրան չգրավե, ասացի ես իշխանին։ Բայց Սահակ Սևադայի հզոր աջակցությունը կգրավե, պատասխանեց իշխանը վստահությամբ։ Քաջերի այն գունդը, որ ես նրան տվի, մեր նշանտուքի գրավականն է։ Նա ասաց, թե այս օգնության համար կմնամ քեզ շնորհապարտ։ Մենք իրար հասկացանք և արքայորդին յուր խոստումը կկատարե, մանավանդ որ ապագայում պիտի կարոտի իմ աջակցությանը։ Ուրեմն հարցը վճռված է։ Իմ Սահականույշը ապագա թագուհի՞ն է, հարցրի ես հորդ։ Այո, այդպես որոշեցի ես, հենց որ արքայորդին մտավ Գարդման, ասաց իշխանը հաստատուն ձայնով։ Եվ ահա այդ օրը, իմ սիրելի Սահականույշ, քո ապագա բախտը որոշվեցավ։ Ե Թե ինչ արգելքներ էին սպառնում այդ բախտին։ Արքայորդու զորքը մինչև Գարդման հասնելը, շարունակեց Սեդան, ընդհարում էր ունեցել Բերդաձորում գտնվող հագարացի զորած մի գնդի հետ, որին և ջարդել ու ցրել էր։ Այդ կռվի մեջ, սակայն, ծանր վերք էր ստացել արքայորդու զինակիցներից մինը, որ ստիպված էր միառժամանակ մնալ մեր ամրոցում, մինչև յուր վերքը կբուժվեր։ Դա մարզպետունի իշխան Գևորգն էր։ Իշխան Սևադայի հրամանով, այլև իմ սրտագին ցանկությամբ,
ինքս սկսա խնամ տանել մեր հիվանդ հյուրին, որին դարմանում էր բանակի հմուտ վիրաբույժը։ Իշխանի վերքը աջ թևի վրա էր։ Նա թեպետ անվտանգ, բայց առողջանալու համար ժամանակի պետք ուներ։ Եվ ահա այդ պատճառով, որպեսզի պարապությունը ձանձրույթ չպատճառե նրան, ես հաճախ մոտը նստում և ժամերով խոսակցում էի հետը։ Գևորգ իշխանը սիրելի և բարեսիրտ անձն էր։ Շուտով նա մտերմացավ ինձ հետ։ Պատերազմական շատ մի անցքերի և դեպքերի պատմություններն անելուց ետ նա շատ տեղեկություններ հաղորդեց ինձ նաև արքայորդու մասին, տեղեկություններ, որոնք իմ համակրությունն ու հիացմունքը հետզհետե գրավում էին դեպի մեր ապագա թագավորը։ Մի օր այսպիսի մի զրույցի ժամանակ ասացի ես Գևորգ իշխանին. «Կարծես Գարդմանա օրիորդը ապագա արքայի ամուսինը պիտի լինի»։ «Ինչու համար ես այդպես կարծում» հարցրեց նա։ «Իշխան Սևադան այդպիսի մի ցանկություն հայտնեց», ասացի ես։ «Իսկ մեր իշխանը, մինչև որ հաստատ հույս չունենար, այդ զրույցը չէր անիլ»։ «Այդ ցանկությունը չի իրագործվիլ», նկատեց մարզպետունին խորհրդավոր եղանակով։ «Ինչու՞» հարցրեցի ես զարմացած։ «Պատճառը մի գաղտնիք է, որ Երևան հանել չեմ կարող», պատասխանեց նա։ Ճշմարիտն ասած, ես շատ տխրեցի։ Գևորգ իշխանը արքայորդու մտերիմն էր, և որքան որ կարողացել էի ճանաչել, նա լուրջ և խոհեմ մարդ էր։ Ուրեմն թեթևամտությամբ չէր կարծիք հայտնում։ Այս հայտնությունն ինձ մտատանջության մեջ ձգեց։ Ինչ պատճառ կարող էր արդյոք արգելք լինել այս միությանը, մտածում էի ինքս ինձ, և սակայն մի բան գուշակել չէի կարողանում։ Շատ մտածելուց և մտատանջվելուց հետո վերջապես որոշեցի, ինչ կերպ ուզում է լինի, իմանալ իշխանից այդ գաղտնիքը։ Մի օր, երբ վիրաբույժի կարգադրած դարմանը իշխանի վերքին դնելով թևը խնամքով փաթաթում էի, նա ժպտալով ասաց. «Չգիտեմ, թե ինչով պիտի փոխարինեմ քո երախտիկը, քույր Սեդա»։ «Ոչ մի երախտիկ չունեմ քեզ վրա, իշխան», ասացի ես։ «Եթե հայ զինվորը կռվի դաշտում վերք է ստացել, հայ կնոջ պարտավորությունն է կապել և դարմանել նրան։ Այդ պարտքը մենք պիտի կատարենք մինչև անգամ կռվի դաշտում, իսկ մեր տան մեջ այդ անելը ոչ մի նեղություն չէ պատճառում մեզ»։ «Չէ, քույր Սեդա, ես շնորհապարտ մնացի քեզ, և շատ գոհ կլինեմ, եթե ինքդ ասեիր ինձ, թե ինչով փոխարինեմ այդ շնորհը»։ Ես ժպտացի։ «Ուրեմն դու ինձ այդ կասես, այնպես չէ, քույր Սեդա», հարցրեց իշխանը։ «Ես իմ արածների մեջ ուշադրության արժանի մի շնորհ չեմ տեսնում», ասացի ես։ «Բայց եթե դու ցանկություն ունիս մի բարիք անելով շնորհապարտ կացուցանել ինձ, ապա ես կասեմ, թե ինչ բարիք եմ սպասում քեզնից»։ «Ասա, քույր Սեդա, ասա, աղաչում եմ», թախանձում էր իշխանը։ «Հայտնիր ինձ այն գաղտնիքը, որ արգելում է արքայորդուն ամուսնանալ իշխան Սևադայի դստեր հետ», խնդրեցի ես նրան։ Իշխանը ժպտաց և ոչինչ չպատասխանեց։ «Կարծեմ, խնդրածս ծանր շնորհ չէ, այնպես չէ», հարցրի ես։ «Օ, ծանր, շատ ծանր խնդիր է, քույր Սեդա, կրկնապատիկ շնորհապարտ կմնայի, եթե ետ առնեիր խնդիրդ»։ «Ոչ, կամ այդ խնդիրը, կամ էլ ոչինչ», թախանձանոք պնդեցի ես։ Իշխանը գլուխը շարժեց և ժպտալով ասաց. «Այդ գաղտնիքը ես չեմ հայտնել նույնիսկ իմ ամուսնուն, գոհար իշխանուհուն։ Ներիր ինձ, քույր Սեդա, դու պատվական կին ես, բայց ես կասեմ, որ առհասարակ վախենում եմ գաղտնիքներ հայտնել կանանց»։ «Ախ, իշխան, ախր դա հին նախապաշարմունք է, որ շարունակ ժառանգություն է մնում հորից որդուն», ասացի ես։ «Կանայք իսկապես ավելի գաղտնապահ են, քան տղամարդիկ»։ Իշխանը ծիծաղեց։ «Դու այդպես չես ընդունում», հարցրի նրան։ «Մենք այնպես մտերմացել ենք, քույր Սեդա, որ ես ազատ կարող եմ իմ մի քանի կարծիքները հայտնել քեզ», ասաց իշխանը ժպտալով։ «Կանայք պինդ պահում են միմիայն իրանց սիրային գաղտնիքները,
իսկ մնացյալի համար նրանց բերանը դուր չունի։ Ես ծիծաղեցի, որովհետև համաձայն էի իշխանի հետ, բայց միևնույն ժամանակ ավելացրի. կապացուցեմ քեզ, իշխան, որ մինչև այսօր ճանաչածդ ոչ մի կնոջ չեմ նմանում ես։ Բոլոր ինձ պատահած կանայք այդպես են խոսել իրենց մասին, նկատեց իշխանը շարունակ ծիծաղելով։ Նրանցից ոչ մինը չի կամեցել նմանվել յուր քրոջը, բայց ես իմ կյանքում դեռ չեմ պատահել մի կնոջ, որ տարբեր լինի մյուսից որևէ մի բանով։ Միակ տարբերությունը եղել է այն, որ ամենից լավագույնը հենց ամենից թույլն է եղել։ Դու այդպես խիստ ես խոսում, որպեսզի ես վշտանամ և ետ առնեմ խնդիրս, ասացի իշխանին։ Բայց ես չեմ վշտանում, այլև իրավունք եմ տալիս քեզ ճշմարտությունը խոսելու և միևնույն ժամանակ պնդում եմ, որ ես իմ օրինակով կապացուցանեմ, թե կան աշխարհում կանայք, որոնց վրա կարելի է վստահել։ Ես սպասում էի քո այդ խոստման, քույր Սեդա, որ խնդիրդ կատարեմ և պարտքից ազատվեմ, ասաց իշխանը լրջությամբ։ Այժմ կհաղորդեմ քեզ այն գաղտնիքը, որ հայտնի է միայն ինձ, իբրև արքայորդու մտերմին և նիզակակցին, և հուսով եմ, որ այդ գաղտնիքը քո սրտի մեջ էլ կմեռնի։ Անշուշտ, հարեցի ես։ Արքայորդին չի կարող ամուսնանալ իշխան Սևադայի դստեր հետ այն պարզ պատճառով, որ նա սիրում է ուրիշին, որին և նվիրված է հոգով ու սրտով, ասաց իշխանը գրեթե շշնջալով։ Ում, մայր Սեդա, ում։ Ցլիկ Ամրամի կնոջ, այնպես չէ, ասա շուտ, այնպես չասաց իշխանը։ Տեղից վեր թռչելով և կարծես շնչասպառ բացականչեց Թագուհին։ Իսկույն, սիրելի, իսկույն, մի շտապիր, խնդրում եմ, մի վրդովվիր, այդպիսով եղածից ոչինչ չես փոխիլ, այլ միայն քեզ կտանջես։ Ախ, Սեդա, համբերությունս սպառում ես, ասա, ինչ ես ծանրացնում, խոսիր։ Ասում եմ էլի։ Ուրեմն Ցլիկ Ամրամի կնոջ, այնպես չէ։ Ոչ։ Հապա։ Ցլիկ Ամրամն այն ժամանակ մինչև անգամ ամուսնացած չէր։ Ումն էր սիրում ուրեմն։ Սևորդիների նահապետ Գևորգ իշխանի դստերը։ Գևորգ իշխանի։ Այն, որ յուր արվեստ եղբոր հետ միասին Աբշինի ներքինապետից փայտակարանում նահատակվեցավ։ Այո, Թագուհի։ Բայց այդ միևնույն անձն է։ Գևորգ նահապետի դուստրը, որ մի օր արքայորդու հարստացուն էր, այսօր արդեն Ցլիկ Ամրամի կինն է։ Այո, այդպես է։ Եվ իմ թագավոր ամուսնու սիրուհին, կամաց, սիրելի Թագուհիս, մեզ կարող են լսել, նաժիշտները շատ անգամ լրտեսում են։ Ախ, Սեդա, այսուհետև այլևս ինչ զգուշություն, իմ վիշտը ուրեմն բոլորին հայտնի է։ Դեռ ոչ, Թագուհիս, դեռ ոչ։ Լավ, պատմիր, հետո ինչ ասաց իշխանը։ Այն ասաց, որ արքայորդին սիրում էր այդ աղջկան։ Այդ իմացա, բայց հետո չհարցրիր, թե ինչպես է սկսվել այդ չարաբաստիկ սերը։ Ինչպես չէ, հարցրի և նա հետևյալն ասաց. Գևորգ նահապետի մահվանից առաջ Աշոտ արքայորդին դեռ պատանդ էր Աբշինի մոտ։ Նույն այն ներքինապետը, որ Սևորդյաց նահապետին սպանեց, մտերիմ բարեկամ էր Սմբատ թագավորին։ Վերջինս, երբ նահապետի մահվան լուրը լսեց, մեղադրական գրեց ներքինապետին, այնպիսի անմեղ մարդը սպանելուն համար։ Ներքինապետը, որպեսզի թագավորի սիրտը ամոքե, ատրպատական վերադառնալուն պես Աբշինից ծածուկ ազատեց Աշոտ արքայորդուն։ Ազատեց նաև մի քանի իշխանազն հայ կանանց և ուղարկեց Սմբատին։ Թագավորն իհարկե շնորհակալ եղավ ներքինապետին։ Իսկ Աշոտ արքայորդուն անմիջապես ուղարկեց ուտիկ Սևորդյաց սգավոր իշխանուհուն մխիթարելու։ Այստեղ ահա երիտասարդ Աշոտը տեսնում է Սևորդյաց գեղանի օրիորդին և սիրահարվում վրան։ Եվ հաստատապես սիրահարվում։ Այո, և իբրև ապացույց, մարզպետունի իշխանը հիշում է մի դեպք, որ արժանի է ուշադրության։ Այսինքն, երբ Յուսուփի հրամանով
բռնավոր Գագիկ արծրունին յուր և հագարացի զորքերով ընկնում է Սմբատ թագավորի ետևից, նրան բռնելու կամ սպանելու համար, Սմբատ թագավորը յուր զորքերը տալիս է Մուշեղ և Աշոտ որդիների ձեռքը և ուղարկում նրանց Գագիկի դեմ։ Երկու եղբայրները հանդիպելով բռնավորին, սկզբում զորավոր ջարդ են տալիս հագարացի զորքերին, բայց վերջը սևորդիների գունդը, որին զորավարում էր Աշոտը, դավաճանում է յուր զորապետին և խույս տալիս կռվի ճակատից։ Այսպիսով հայոց բանակը թուլանում է և հաղթվում է, իսկ Մուշեղը, որ առյուծի պես էր կռվում, թշնամու ձեռքը գերի է ընկնում։ Մարզպետունի իշխանն ասում էր, թե այդ դեպքը մինչև անգամ չսառեցրեց Աշոտին դավաճան սևորդիներից, և նա նրանց հետ միասին վերադարձավ ուտիկ, չնայելով, որ եղբայրը գերի էր տարվել դվին։ Ուրեմն այդպես վաղուց է սկսվել իմ դժբախտությունը։ Հապա ես, որ ասում էի, թե անցյալի մեջ են ծածկված քո ցավերի արմատները։ Բայց հետո ինչպես եղավ, որ Աշոտը թողեց Սևորդյաց օրիորդին և ինձ դժբախտիս հետ ամուսնացավ։ Պետական շահերը, սիրելիս, պետական շահերն այդպես էին պահանջում։ Աշոտը միայնակ էր զորավոր թշնամիների առաջ, իսկ Սահակ-Սևադա յուր գարդմանացի զորքերով կարող էր արքայական բանակը ստվարացնել։ Եվ ուրեմն Սևադայի աղջիկը զոհ պետք է լիներ այդ պետական հաշիվներին։ Աստծո տնօրինությունն էր դա։ Ինչ Աստծո տնօրինություն, Մայրսեդա, իսկապես դու ես իմ դժբախտության պատճառը։ Ես։ Ինչ ասացիր, թագուհիս, Սեդան, յուր սահանուշի դժբախտության պատճառը։ Մի ասիր, խնդրում եմ, մի ասիր, դա մի անեծք է։ Հուզված բացականչեց Սեդան։ Այո, Մայրսեդա, դու ես պատճառը, բայց մի վշտանար։ Եթե դու մարզպետունի իշխանից լսածդ իսկույնևեթ հայտնեիր հորս, նա կզգուշանար և Աշոտ թագավորի պետական հաշիվներին չէր զոհիլ յուր աղջիկը։ Սեդան լուռ և խորհրդավոր նայեց թագուհուն ու ոչինչ չպատասխանեց։ Այդպես չէ, Սեդա։ Դայակը լուռ էր։ Ինչու չես պատասխանում, հարցրեց թագուհին։ Երանի կլիներ, թագուհի, թե դա լիներ իմ հանցանքը։ Հապա ուրիշ ինչ ես արել։ Դժբախտաբար ես խոստմնազանց եղա մարզպետունի իշխանին, տվածս խոսքը չպահեցի, և նրա հաղորդած գաղտնիքը հայտնեցի հորդ, հայտնեցի հենց այն օրը, որ մարզպետունի իշխանը հեռացել էր մեր ամրոցից։ Ինչ անեմ, խնդիրը քո ապագա բախտին էր վերաբերում, չկարողացա լռության տալ։ Եվ ինչ ասաց հայրս։ Ծիծաղեց, մանավանդ երբ ես երկյուղ հայտնեցի, թե Սահականույշը ապագայում կդժբախտանա, եթե այդ միությունը կայանա։ Ինչու համար ծիծաղեց։ Ասաց, թե բոլոր երիտասարդները մինչև ամուսնությունը ունենում են հազար ու մի այդ տեսակ կապեր, որոնք ոչնչացնում են օրինավոր ամուսնության սուրբ պսակի զորությամբ, թե արքայորդու այդ սերը անցողական տպավորության արդյունք է և անշուշտ առաջացել էր նրանից, որ Սևորդյաց օրիորդը տխրության օրերում սգավոր հանդերձների մեջ ներկայանալով արքայորդուն շարժել է նրա գութը, իսկ սերը շատ անգամ ծնվում է ասած այնտեղ, ուր ապրում է կարեկցությունը, և թե վերջապես արքայորդին կզբաղվի շուտով յուր պետական գործերով և կմոռանա այդ օրիորդին, իսկ մինչև այն ես կպատրաստեմ ճանապարհն այնպես, ինչպես հաճելի է ինձ։ Եվ հետո ինչ արավ նա։ Անմիջապես գնաց ուտիկ Սևորդյաց գավառը և համոզեց Գևորգ Նահապետի կնոջը ամուսնացնել յուր դուստրը մի քաջ իշխանի հետ, որպեսզի նա խնամի յուր կալվածները, որովհետև Գևորգ Նահապետի միակ ժառանգը այդ աղջիկն էր։ Հետո Սևորդյաց իշխանուհին ընդունեց այդ խորհուրդը շնորհակալությամբ։ Միևնույն ժամանակ նա խնդրեց մեր իշխանին, որ նա ինքը տնօրինե այդ գործը։ Իսկ Սևադա իշխանը ժամանակ չկորցրեց։ Նա համոզեց Տաշրած Սեպուհ Ցլիկ Ամրամին և ամուսնացրեց նրան այդ իշխանազնուհու հետ։ Իսկ այդ աղջիկը ինքը ինչ արարած էր ուրեմն,
որ արքայորդու նման ջուցազնի սերը փոխում էր սլիկ ամրամի հետ։ Սեդա, իմ թագավոր ամուսինը նվաստանում է իմ աչքում, երբ մտածում եմ, թե նա այդ կնոջը սիրում է։ Թագուհիս այդպես չպետք է դատել։ Առաջին, ամեն իշխանազն օրիորդ այնպես ազատ չէ մեծանում, ինչպես մեծացել է Գարդմանա օրիորդը, որին մինչև անգամ տրված էր փեսա ընտրելու իրավունքը։ Երկրորդ, Ամրամ Սեպուհը մի հասարակ մարդ չէ, թե քաջությամբ, թե գեղեցկությամբ և թե հարստությամբ, նա ետ չի մնալ մեր արդի ամենանշանավոր իշխաններից։ Երրորդ, եթե Սևորդյաց օրիորդը մինչև անգամ խելագարված սիրում լիներ արքայորդուն, այնուամենայնիվ դժվար չէր նրա սերը սառեցնել, քանի որ մեջտեղ Սևադա իշխանը կար, յուր ճարտար և համոզիչ լեզվով։ Նրա սերը չէին կարող սառեցնել։ Աշոտին մի անգամ սիրողը չէր կարող այլևս դադարել սիրելուց։ Երևի այդ աղջկան հուսահատեցրել են, անհնարին համարելով նրա ամուսնությունը արքայորդու հետ։ Երևի։ Այդ հաստատ է, և ապացույցն այն է, որ նույն սերը շարունակվում է տակավին, չնայելով, որ ամուսնացած են թե Աշոտը և թե Նահապետի աղջիկը։ Ինձ էլ այդպես թվում։ Եվ այդպես ուրեմն Սահակ Սևադան ինքը յուր ձեռքով սեփական տունը քանդեց։ Զգուբն, զոր փորյաց և պեղյաց, ի նույն անգցի ի խորխորատ, զոր և գործյաց։ Ահա սրա համար է ասել մարգարեն։ Այո, դժբախտաբար այսպես եղավ վախճանը, բայց ով կկարծեր, ախ Սեդա, գոնե մի կերպով հասկացնեիր ինձ այդ գաղտնիքը։ Թագուհիս, հապա իմ տված խոստումը կարող էի միթե դրժել նրան։ Այ կին, չէ որ հորս հայտնելով արդեն դրժել ես։ Հորդ, թագուհիս, նա ուրիշ էր, նա տղամարդ էր, նա հեռատեսություն ուներ։ Եվ այս է հեռատեսությունը, ինքդ հոտեցնում ես վախճանը։ Մենք կանայքս շատ մոռացկոտ ենք, ներկայի փոքրիկ դառնությունները հեշտությամբ մոռացնել են տալիս մեզ անցյալի բյուրավոր քաղցրությունները։ Սևադա իշխանը մեծ փառք պատրաստեց յուր դստեր համար, այդ փառքը վայելեց իմ թագուհին։ Այո, և սակայն ներկան մոռացնել տվավ անցյալը։ Ինձ թվում է, թե առավել արդարացի կլիներ, եթե ներկայի փոքրիկ վշտեր աշխատեինք մեղմացնել անցյալի քաղցր հիշատակներով։ Սեդա, որոնք են դրանք, ես չեմ հիշում։ Ես քաղցրություն չեմ տեսել իմ ամուսնական կյանքում։ Սեդան խորհրդավոր եղանակով ժպտաց։ Դու ծիծաղում ես, մայր Սեդա, հապա հիշիր, թվիր այդ քաղցրությունները, գուցե ես այնոնք մտաբերելով իմ այժմյան ցավերը մոռանամ։ Ախ, շատ երկար կտևի այդ, թագուհի, դու պետք է հանգստանաս։ Ոչ, ասա, պատմիր, իմ հանգստությունը քո զրույցների մեջ է։ Այս գիշեր քունը չի մոտենալ աչքերիս, պատմիր, ես լսում եմ։ Այս ասելով թագուհին նորից պառկեց, հոլանի թևը բարձրին և ձեռքը ծնոտին հենելով։ Սեդան վեր կացավ և ծածկեց նրան մի նրբագործ շղարշով։ Եվ այդպես ուրեմն մոռացել ես դու բոլորը, իմ սիրելի թագուհի։ Ոչինչ, այժմ կհիշեցնեմ։ Հապա մտաբերում ես այն օրը, երբ դու և մեծ իշխանուհին վերադարձաք Խաչենից։ Հիշում եմ, 2 օր էր, ինչ մարզպետունի իշխանը հեռացել էր մեր ամրոցից։ Եվ ես քեզ պատմեցի բոլորը, ինչ որ ձեզանից հետո անցել էր Գարդմանում։ Այո, և ես շատ վշտացա, որ արքայորդուն չէի տեսել։ Եվ ինչպես նրա մասին արած իմ նկարագրությունները ոգևորում էին քեզ։ Այո, հիշում եմ։ Հենց այդ օրը Սուրհանդակ հասավ Բագրևանդից, որ հայտնում էր, թե Յուսուփը Աշոտի գալը լսելով խույս է տվել դեպի Ատրպատական։ Իսկ արքայորդին հասնելով Բագրևանդ, զորեղ կռիվ է ունեցել Յուսուփի թողած զորքերի հետ, որոնց և իսպառ ջարդեր և ցրել է։ Իսկ նրանց գլխավոր իշխաններին բռնելով, տիկ է հանել և ամրոցների աշտարակներից կախել։
Այս առաջին վրեժն էր, որ քաջ որդին լուծեց յուր հոր սպանիչներից։ Այս լուրը սարսափ էր գցել հագարացիների վրա։ Հիշում եմ, և ինչպես մեզ ամենքիս ոգևորում էր դա։ Ես ինքս մեծագին նվեր տվի սուրհանդակին այդ անդրանիկ բարելուրի համար։ Այնուհետև հետս հետե գալիս էին լուրեր, թե արքայորդին մտավ Շիրակ, անցավ Գուգարքը, թե ամեն տեղ զորավոր կռիվ է մղում հագարացիների դեմ, ջարդում է, ոչնչացնում է նրանց, բերդերն ու քաղաքներն առնում, գերիներին և բանտարկյալներին ազատում, ավերակ ամրոցները վերանորոգում, ամեն տեղ պահապան զորքեր կարգում և արշավանքը առաջ է տանում։ Այո, հիշում եմ, ասում էին, որ Յուսուփը լսելով արքայորդու քաջագործությունները, սարսափել էր վախենալով, թե գուցե նա յուր սուրը դարձնե դեպի Ատրպատական, ուր որջանում էր ինքը։ Այդպես ասում էին, բայց արքայորդին դեռ սեփական երկիրը պետք է մաքրեր հագարացի հրեշներից։ Այդ էր պատճառը, որ Գուգարքը նվաճելուց և Վասակ ու Աշոտ Գնթունի իշխաններին հանձնելուց հետո նա անցավ Վրաստանի սահմանը, Տբխիսն ազատելու։ Այդտեղ էլ հագարացիք մեծ ուժ ունեին։ Վրացի ազգերը հեծում էին նրանց բարբարոսական լծի տակ։ Մեր դյուցազնը ինչպես մի կատաղի փոթորիկ անցավ Տբխիս։ Նրա հուժկու բանակի առաջ, որ ստվարացել էր հետս հետե, հագարացոտ զորությունը չկարողացավ դիմանալ։ Հայերը ջարդեցին նրանց, ցրեցին, արաբացի իշխանները գերելով շղթայի զարկեցին, իսկ Տբխիսը ազատելով վերադարձան ուտիկ։ Այստեղ էլ, ինչպես գիտես, ուտիացիք էին ապստամբել։ Սակայն նրանց նվաճելու համար մեծ աշխատանք գործ չդրեց արքայորդին։ Մի քանի սրիկայական գնդեր ցրելուց հետո ամենքը խաղաղեցան, մանավանդ որ վիթխարի Մովսեսը վերակացու կարգվեցավ նրանց վրա։ Փառավոր էր արքայորդու հաղթությունը Աղստևի խորաձորում, ուր ընդհանուր բանակից վերցրած 600 զինվորներով միայն սպարսպուրտ ջնջեց այդտեղ թաքնված հագարացիների վերջին զորաբանակը։ Ասում էին, որ նրանցից չէր ազատվել մինչև անգամ մի զորական, որ գույժ տաներ Յուսուփին իրենց կրած պարտության համար։ Այդ բոլորը ես բերան գիտեմ, Սեդա, դու ինչու համար ես կրկնում, հարցրեց Թագուհին։ Ցույց տալու համար այն բնական ճանապարհը, որով առաջացել է Գարդմանա օրիորդի դժբախտությունը, պատասխանեց Սեդան խորհրդավոր եղանակով։ Զ. Քաղցր հիշողություններ թագադրության և նշանադրության։ Շարունակիր, ասաց Թագուհին։ Սեդան առաջ քաշեց աթոռակը և յուր դիրքը նորից ուղղելով շարունակեց զրույցը։ Արքայորդու հաջողությունները ոգևորում էին քեզ։ Առանց նրան տեսած լինելու դու հիանում էիր այդ դյուցազնով։ Քանի անգամ կրկնել տվիր ինձ այն պատմությունները, որ լսել էի մարզպետունի իշխանից։ Երևում էր, որ մի գաղտնի զորություն շարունակ քո սիրտը քաշում էր դեպի նրան։ Արքայորդու ձեռնարկությանց ամեն մի հաջողություն լցնում էր քո հոգին ցնծությամբ։ Հիշում ես, Աղստևի հաջողության լուրը բերող գարդմանացի զորականին մի արտավար հող ընծայել տվիր։ Հարկավ իշխան Սևադայի սրատես աչքերից չէին կարող ծածկվել այս բոլորը։ Եվ նա, որ յուր ուրախությունը քո իղձերը կատարելու մեջ էր տեսնում, անուշադիր չպիտի թողներ քո զգացումները, մանավանդ որ նրանք չէին հակառակում յուր փառասիրական նպատակներին։ Եվ երևի այդ պատճառով էլ շտապեց նույն նպատակներին հակառակող արգելքը բառնալու։ Այո, Սևորդյա Ծորյորթը ամուսնացրեց Ցլիկ Ամրամի հետ։ Եվ ճշմարիտ, սա մինչև անգամ մի հայրենասիրական գործ էր։ Արքայորդին մի անգամ ընդմիշտ այդ աղջկա կապանքներից ազատվելով ավելի եռանդով զբաղվեց յուր գործերով։ Սիրո շղթաները շատ անգամ ամենածանր կապանքներն են, որոնք արգելում են տղամարդուն փառքի ասպարեզում շահատակելու։ Բայց շատ անգամ էլ նրանք թևեր են տալիս նրան, ընդհատեց Թագուհին։ Այո,
միայն թույլ արարածներին, նրանց, որոնց մեջ մարած է բնական աշխուժի կրակը, և որոնց դեպի գործունեության մղում է միայն արհեստական գրգիռը, ինչպես երկչոտ զորականին քաջություն է տալիս գինին։ Այո, իմ թագուհի, արքայորդուն չվնասեց այդ դեպքը։ Նա շարունակեց յուր հաղթական արշավանքները, մինչև որ բոլոր թմրածներին ցնցեց։ Նրա օրինակից խրախույս առան և այն իշխանները, որոնք հագարացած սրից ահաբեկ իրենց փրկությունը միայն բերդերի մեջ էին որոնում։ Գագիկ բռնավորը, սյունյաց տերերը դուրս եկան ամրություններից և սկսան նույնպես հալածել թշնամուն։ Հայոց երկրին տիրեց ընդհանուր ոգևորություն, խաղաղության արևը ծագեց, ժողովուրդը շունչ առավ։ Երջանիկ օրեր էին։ Այո, մանավանդ որ այդ փայլուն հաղթանակներից հետո արքայորդին հոր գահը և գավազանը ժառանգեց։ Ախ, ինչու հիշեցրիր ինձ այդ բոլորը, Սեդա, ինչու հիշեցրիր երջանկության այն ժամերը, որ ես անցրել եմ այնտեղ։ Դվինում, այնպես չէ։ Օ, և ինչպես բախտավոր էի ես։ Ինչու, Սեդա, ինչու Աստված մարդուն տալիս է երջանկություն և հետո խլում այն նրանից։ Աստուծո կամքը անքննելի և խորհուրդները անհասանելի են։ Հիշում եմ, երբ առաջին անգամ հայրս հայտնեց, թե հայոց իշխանները վրաց թագավորի և աբխազած Գուրգենի հետ միասին պիտի ժողովվին Աշոտ արքայորդուն թագավոր պսակելու, և թե մենք, իբրև գարդմանա տան տյարք, ներկա պիտի լինեինք այդ հանդիսին, ուրախությունից քիչ մնաց խելքս պիտի թրջեր։ Ախ, միայն այդ ժամերը։ Ոչ, նրանցից գոնե մի քանի վայրկյան վերադարձնեին այժմ ինձ։ Ինչպիսի ուրախությամբ, ինչ աննման ոգևորությամբ էի պատրաստվում ես արքայի թագադրության ներկա լինելու։ Սեդա, երևակայել չես կարող։ Երբ բերին ինձ այն գոհարները և ոսկյա զարդերը, որ հայրս պատրաստել էր տվել հատկապես այդ հանդեսի համար, հրճվեցա ինչպես մի մանուկ, որ հանկարծ գեղեցիկ խաղալիքներ է ստանում, և վազելով փարեցի հորս պարանոցով և համբույրներով նրա երեսը ծածկեցի։ Ես հո գիտես, կարոտ չէի այդ զարդերին, և դրանք գին չունեին իմ աչքում իբրև քարեղեն, այլ ուրախացա այն պատճառով, որ գիտեի, թե նրանց շնորհիվ ավելի շքեղ և ավելի վեհ պիտի երևամ այն հանդիսում, ուր ներկա պիտի լինի համայն հայոց իշխանապետությունը, և ուր շուքով և պերճությամբ պիտի փայլեն վրաց և աբխազած արքայազուն ընտանիք։ Ախ, ինչպես ցանկանում էի, որ բոլոր իշխանազն կանանց մեջ ամենից բարձր հանդիսանայի ես, որ ամենքի աչքերը ինձ վրա նայեին, որ ամենքը ինձմով զբաղվեին, և որ այդ ամենը տեսներ Աշոտ երկաթը։ Եվ հայրդ նկատում էր այդ բոլորը, ուստի և ինքն էլ աշխատում, որ գարդմանա տունը հայոց մյուս իշխանական տներից ավելի գերազանց երևա Դվինում, թե հարստության և թե զորության կողմից։ Այդ էր պատճառը, որ նա գարդմանա հզոր բանակը յուր հետ միասին բերավ ոստան։ Գարդմանում միայն բերդապահ գնդերը մնացին։ Եվ իրավ, Սեդա, Դվինում արքայավայել ընդունելություն արին մեզ։ Ծնողներս ոչինչ չէին հայտնում, բայց ինձ թվում էր, թե արքայի մերձավորներին հայտնի է անշուշտ մի խորհուրդ մեր ապագա միության մասին։ Աչքի էր ընկնում մանավանդ այն հանգամանքը, որ հայոց իշխանական ընտանիքներից միայն մեզ համար էին բնակության տեղ պատրաստել արքունական պալատում։ Նույնիսկ վրաց Ատրներսեհ թագավորին կաթողիկոսարանում ընդունեցին, իսկ աբխազած Գուրգեն իշխանին Աբբաս արքաեղբոր ապարանքում։ Երևի այդտեղից էլ սկսվեցավ կաթողիկոսի բարեկամությունը Ատրներսեհ թագավորի հետ։ Այո, ինչպես որ իմ տագր Աբբասի բարեկամությունը աբխազած Գուրգեն իշխանի հետ, բայց առաջինի բարեկամությունը գոնե վնաս չբերավ մեզ, մինչդեռ երկրորդը յուր ծանր հետևանքներն ունեցավ։ Միակ պատճառը դարձյալ մի աղջիկ։ Եթե Աբբաս արքաեղբայրը չամուսնանար Գուրգեն իշխանի դստեր հետ,
ծանր հետևանքները տեղի չէին ունենալ։ Հարկավ, հայ աղջիկը գժտություն չէր գրգռիլ հարազատ եղբարց մեջ, բայց մի աբխազուհու համար ինչ արժեք ուներ մեր երկրի խաղաղությունը։ Բայց թողնենք այդ, ինչ էի ասում։ Պատմում էիր, թե ձեզ ընդունեցին արքայի պալատում։ Այո, այնտեղ ընդունեցին։ Սեդա, չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի անձկությամբ էի փափագում տեսնել երիտասարդ թագավորին, այն դյուցազնին, որ այնքան կարճ ժամանակում ընկճեց, խորտակեց թշնամու զորությունը, մաքրեց երկիրը բռնավորներից, ազատեց ժողովուրդը ստրկությունից, գրավեց և գերեց իշխանների սիրտը և նրանց բոլորին ոգևորեց, այնքան ոգևորեց, որ միմյանց դեմ ունեցած ամեն գժտություն մոռանալով, եկան ժողովվեցան յուր շուրջը, արքայական թագով յուր արժանավոր գլուխը պսակելու։ Առաջին անգամ, երբ պիտի ներկայանայինք իրան, սիրտս տրոփում էր ուրախությունից և երկյուղից։ Ուրախ էի, որ վերջապես պիտի տեսնեմ այսքան ժամանակներից ի վեր ցանկացածս դյուցազնին, և վախենում էի, թե միգուցե նա անտարբերությամբ ընդունե ինձ։ Ախ, Սեդա, չգիտես, թե որքան հպարտ էի ես այն ժամանակ, ամոթից կարող էի մեռնել։ Եվ ինչու, թագուհի, միթե արքայորդին կզլանար յուր իշխանազն հյուրերին պատշաճավոր հարգանք նվիրելու։ Բայց ես, Սեդա, չէի կամենում հասարակ հյուրերի կարգը դասվիլ։ Ես ուրիշ ընդունելություն էի սպասում նրանից։ Ինչու, չգիտեմ։ Ես այնպես էի համոզված, թե անպատճառ նրա ապագա ամուսինը պիտի լինիմ։ Հպարտ, հանդուգն միտք էր այս, այնպես չէ։ Բայց իրականացան իմ երազները։ Արքայական դահլիճի ավագ դռան առաջ ընդունեց նա մեզ։ Եվ հանկարծ ինչ պատահեց ինձ, գիտես։ Այժմ եմ միայն կարողանում պատճառը բացատրել։ Երբ արքայորդուն տեսա, կանգ առա մուտքից մի քանի քայլ հեռու։ Նա հորս հետ գրկախառնվեցավ, համբուրեց մորս ձեռքը, բայց ես չմոտեցա նրան։ Սպասեցի, որ ինքը հառաչեր դեպի ինձ։ Սեդա, այս ամենը ինչ զգացում էր, կարող ես բացատրել։ Ինձ թվում է, թե գարդմանա տան տոհմական հպարտության զգացում և ուրիշ ոչինչ։ Չէ, սխալվում ես։ Հոգիս երևի գուշակեց, որ նրա սիրտը, ուր կամենում էի մուտք գործել, գրավված է ուրիշի սիրով։ Եվ այդ էր պատճառը, որ այդ վերջահասակ, վեհադեմ, դյուցազնոքի և քաջությամբ ու իմաստությամբ այնքան առաջադեմ արքայազնի հանդիպումը ինձ չճնշեց։ Սկզբում ճշմարիտ է, իմ աչքերը գրավվեցան նրանով։ Մի քանի վայրկյան ես հափշտակված դիտեցի նրան, որովհետև ավելի գեղեցիկ և ավելի աննման էր, քան որքան դու նկարագրել էիր։ Բայց հենց որ յուր հայացքն ուղղեց ինձ, ես նորեն իմ նախկին հպարտ դիրքն ընդունեցի։ Սակայն նա մոտեցավ ինձ սիրաժպիտ և քաղցրահայաց։ Ողջունեց այնքան հարգանոք և այնպես վայելչաբար, որ ես իսկույն զինաթափ եղա։ Եվ մենք, մայր Սեդա, համարձակվում ենք հպարտությունից խոսել։ Ինչ, կինը։ Միթե կարող է նա հպարտ լինել։ Միթե կարող է նա արժանապատվության զգացումով դյուցազնանալ։ Մի քաղցր հայացք, մի անուշ ժպիտ այն տղամարդու կողմից, որին յուր սրտի խորքում սիրում է կինը։ Եվ ահա ամեն բան վերջացավ։ Նա կդառնա այդ տղամարդու և գերին, և ստրուկը։ Այնպես չէ, Սեդա։ Դժբախտաբար այդպես է, սիրելի թագուհի, ասաց Սեդան խոր հառաչելով։ Խեղճ կինը երևի հիշեց յուր անցյալը և մտաբերեց նմանօրինակ դեպքեր յուր կյանքից։ Արքայորդին առաջնորդեց մեզ դահլիճ, ուր նստած էր մայր թագուհին։ Ինչ բարի, ինչ հրաշալի կին էր նա։ Թեպետ թագավոր ամուսնու նահատակությունը ժամանակից առաջ ընկճել էր խեղճին։ Սակայն նախկին գեղեցկության հետքերը նշմարվում էին տակավին յուր ազնվաշուք և վեհապանծ դեմքի վրա։ Եկ, իմ հպարտ օրիորդ, վաղուց կամենում էի տեսնել քեզ,
որ այնքան համառությամբ մեր բոլոր իշխաններին մերժեցիր, ասաց նա ծիծաղադեմ, և ինձ գրկելով ջերմությամբ համբուրեց. Մինչև այսօր էլ իմ միակ սիրելի զարդը այն ոսկի մանյակն է, որ նա ինձ տվավ, իբրև նշան տուքի առհավատչյա։ Տուր ինձ այդ մանյակը, Սեդա, ես կամենում եմ նորից նայել նրան, հրամայեց Թագուհին։ Սեդան վեր կացավ և բերավ այն մանյակը, որ մի 2 ժամ առաջ հանել էին նաժիշտները Թագուհու պարանոցից։ Տես, փոքր է նա, բայց գողտրիկ, գեղեցիկ։ Երբեք չպիտի բաժանվեմ նրանից։ Եվ երբ մեռնեմ, Սեդա, անպատճառ ասա, որ դնեն այդ իմ դագաղում։ Սիրելի Թագուհի, ինչ տխուր բաների վրա ես մտածում։ Թող մեռնեն քո թշնամիները կամ էլ նրանք, որոնք բեռն են աշխարհի համար։ Բայց չէ, ինչ եմ ասում, նա ինձ չէ պատկանում։ Այո, այն վայրկյանը, որ այս մանյակը իմ պարանոցը պատեց, կյանքիս մեջ ունեցած ամենաերջանիկ վայրկյանն էր։ Երբեք չպիտի մոռանամ սրան։ Ինչպե՞ս։ Մայր Թագուհին հենց առաջին այցելության ժամանակ նվիրեց դա, հարցրեց Սեդան հետաքրքրությամբ։ Ոչ, ես դեռ չպատմեցի։ 2 օրից հետո կատարվեց արքայական հանդեսը։ Սուրբ Գրիգոր կաթողիկեն լցված էր ծայրեի ծայր։ Այդտեղ էին Հովհաննես կաթողիկոսը, բոլոր նախաթոր եպիսկոպոսները, արքայազուններ, նախարարներ, իշխաններ, ազատ տիկնայք, իշխանուհիք և իշխանազն օրիորդներ։ Բայց այդ բոլորի մեջ միակ ընտրյալը, միակ գեղանին Աշոտ Դյուծազն էր։ Բոլորի հայացքը նրան էր հառած, բոլորի ժպիտը նրան էր ուղղված, բոլորի միտքը նրանով էր զբաղված։ Եվ հանդեսի սկզբից մինչև վերջը գեղանի իշխանուհիների աչքերը չհեռացան նրանից։ Ես դեռ չգիտեի, թե ինչ իրավունք ունիմ նրա վերաբերմամբ, բայց և այնպես նախանձում էի, որ նա գեղեցիկ և հրապուրիչ էր այդքան շատ աչքերի համար։ Օժտության վսեմ աղոթքները միայն մեղմեցին մի փոքր մեր հափշտակության խանդը, և մեզ ստիպեցին սուրբ հայրերի հետ միասին աղոթել նորապսակ թագավորի կենաց և հաջողության համար։ Ախ, ինչ վսեմ, ինչպիսի ջերմեռանդություն ներշնչող էին այդ աղոթքները։ Երանի քո աչքերին, Թագուհի, որ տեսել ես այդ հանդեսը, և ականջներին, որոնք լսել են այդ օրհնությունները։ Չմեռնեի և արժանանայի մի օր, բայց ինչ եմ ասում, Աստված թող իմ թագավորի կյանքը երկարե։ Այո, Սեդա, վսեմ և սրտաշարժ մի հանդես է դա։ Զարմանում եմ, թե ինչպես այդ հանդեսով օծվող թագավորը կարողանում է խոտորիլ ուղղության ճանապարհից, և ինչպես այդ հանդեսին երդվող իշխանները դավաճանում են նրան։ Երբ կաթողիկոսը արքային յուր հարցեր անելուց հետո դարձավ և հարցրեց ժողովրդին. «Խնդրեք կալ իներ քո ստորին իշխանությանը, որպես խոստացավ եմ պահել ձեզ, և ուղիղ հավատով կամիք հաստատել զսորա թագավորություն, և կատարիցեք զսորահրամանը հնազանդությամբ»։ Բոլոր եկեղեցին միաբերան գոչեց. «Այո, այո, Տեր մեր է և թագավոր մեր»։ Բայց այսօր քանի՞ստ են նրան հնազանդ, և ո՞ր իշխանը չէ ապստամբ։ Ախ, սիրելի Թագուհիս, պատմիր, աղաչում եմ, ինչպես են թագով պսակում։ Իսկ աղոթքներից ոչ մեկը չես հիշում։ Սեդա, դրանք շատ երկար են, պատմել անկարելի է, պետք է տեսնել, լսել։ Ամենից առաջ սուրն են տալիս թագավորին։ Սուրը։ Այո, անպատճառ սուրը, հետո արքայական մատանին, ապա թագը։ Իսկ աղոթքները։ Ամեն մեկի համար առանձին են կարդում։ Օրինակ, ինչ են ասում սուրը տված ժամանակ։ Այդ շատ հետաքրքրական է։ Իրավունք են տալիս նրան կոտորելու, այդպես չէ՞։ Անշուշտ, բայց… Ախ, ինչ էի ուզում հիշել, մոռացա։ Սպասիր։ Հա, նրա հայացքը։ Այդ էի ուզում հիշել, Սեդա։
Չէ որ նա ոչ ոքի չէր նայում։ Բոլորը կամենում էին նրա առաջին հայացքը հափշտակել։ Բայց ով էր այն ընտրյալը, որին արքան յուրանդրանիկ հայացքը պիտի նվիրեր, հայտնի չէր։ Երբ եպիսկոպոսները սուրը մատուցին, և կաթողիկոսը բարձր ու հնչեղ ձայնով կարդաց «Ընկալ զսուրս զայս իձեռանե առաքելական եպիսկոպոսացս» և սովավ թագավորեսցես ի փրկություն եկեղեցվո և ժողովրդյանս, որընդ ձեռմամբ քո հովվին, ած զսուրըն մեջ քո, հզոր, և թագավորյա այսու ճշմարտությամբ, և բարձրաստի սովավ ի վերան իրաված և անհավատից և խնդրեսցես զվրեժ քո հայնցանե, որք ձչարն գործեսցեն, և փրկեսցես սովավ զազք քո և զեկեղեցի, և օգնական լիցիս այրյաց և որփոց, և ազատարար գերելոց և մխիթարիչ վշտացելոց, և այլն սեդա։ Թագավորը բարձրացրեց աչքերն առաջին անգամ և յուր հայացքը սևեռեց ինձ վրա։ Ինձ թվաց, թե նա ասում էր ինձ. այս բոլորը քեզ հետ միասին պիտի կատարեմ։ Եվ ամենքը այդ տեսան, և շատերը ինձ նախանձեցին։ Այո, նրա այդ միակ, ինձ բարձրացնող և հպարտացնող հայացքի համար արքայազուն իշխանուհիները իրանց կյանքը կտային, և սակայն նա միայն գարդմանա օրիորդին ընծայեց այդ պարծանքը։ Ինչ էի զգում ես այդ վայրկյանին, սեդա չեմ կարող բառերով արտահայտել։ Երկինքը կարծես երկրի վրա իջավ, կամ թե ես վերնային գավառները բարձրացա։ Տեսնում ես, թագուհիս, այդ բոլորը դու մոռացել էիր։ Սպասիր, մի ընդհատիր ինձ, սեդա։ Այնուհետև ես այլևս ոչինչ չէի լսում։ Բոլոր էությունս պատել էր մի երանական և հափշտակող զգացում։ Մայր թագուհու շշունջը ինձ սթափեցրեց հանկարծ։ Ես կանգնած էի նրա մոտ։ Ծունր իջիր ինձ հետ և աղոթիր Աստծուն, որ նա երկարե իմ և քո թագավորի կենաց օրերը, ասաց նա ինձ մայրական սիրաշունչ ձայնով։ Եվ մենք միասին ծունր իջանք։ Ես ջերմեռանդությամբ աղոթեցի։ Աղոթեցի այնպես, որպես չեմ աղոթել երբեք իմ կյանքում։ Եվ արտասուքը հոսեց աչքերիցս ինչպես աղբյուր։ Ուրախության արցունք էր դա, թե ապագա վշտերի նախազգացման, չկարողացա իմանալ։ Երբ հանդեսը և պատարագը վերջացավ, ու դպիրները սկսան մեղեդիները երգել, թագավորին մոտեցան համբուրելու նախ եպիսկոպոսները, հետո մայր թագուհին, հետո վրաց թագավորը, ապա իշխանները և վերջը իշխանազուն տիկնայք և օրիորդները։ Օրիորդների մեջ առաջինը ես համբուրեցի թագավորի աջը, և շրթունքներս դողդողացին։ Երբ հեռացա, զգում էի, որ երեսս վառվում է։ Շտապեցի մորս հետ միասին խույս տալ դեպի ժողովրդի հետին շարքերը, որոնք վայրկենաբար ճանապարհ էին բանում մեր առաջ և օրհնանքներ ուղղում իմ անվան։ Թագավորը եկեղեցուց դուրս եկավ, շրջապատված եպիսկոպոսներով և իշխաններով։ Հեծավ արքայական ոսկեսար երիվարը, որի վրա բարձրացած պահում էին ծիրանեգույն ոսկեկար հովանին։ Թագավորին շրջապատեցին առաջից սպարապետը, աջ ու ձախ կողմից թագակիրը և նշանակալը, և ապա թիկնապահների զրահազգեստ գունդը։ Նրանց հետևից արքայազուն և իշխանազուն ազատանին։ Իսկ թե ինչ էր կատարվում կաթողիկեից դուրս քաղաքի փողոցներում, նկարագրել անկարելի է։ Ամբողջ դվինը մի աչք, մի շունչ և մի հոգի դարձած, յուր թագավորի ելնելուն էր սպասում։ Երբ սպարապետի դրոշը երևաց, մի որոտնդոզ դղրդյուն կարծես դվինը շարժեց։ Որոտում էին փողոցները, որոտում էին հրապարակները, բուրգերը, աշտարակները և մինչև անգամ քաղաքից դուրս գտնվող մարտկոցները, և ամենքը միաբերան օրհնում և փառաբանում էին նրան։ Երբ վերադարձանք պալատ, գնացինք իսկույն թագավորին շնորհավորելու։ Այդտեղ էին բոլոր նախագահ իշխանները և արքայազուն տիկնայք։ Մեր շնորհավորանքը մատուցանելուց հետո մայր թագուհին նստեցրեց ինձ յուր կողքին
ոսկեկար օդոցի վրա և մտերմական զրույցով սկսավ ինձ զբաղեցնել։ Ինչ էր գտել նա իմ մեջ, չգիտեի, բայց տեսնում էի, որ հոգվով և սրտով կապված է ինձ հետ։ Ընդունված սովորության հակառակ երկար պահեց նա մեզ յուր մոտ, և երբ հեռանում էինք, հանեց պարանոցից այս մանյակը և անցնելով իմ պարանոցը ասաց. «Սա Վասիլ Արշակունի կայսեր ընծան է, Աշոտ առաջնո թագուհուն»։ Եվ ես նվեր ստացա այս նրանից, և ինքս էլ հանձնում եմ քեզ իբրև ապագա թագուհուն։ Քո հաջորդը թող քեզնից ժառանգի այն, և Արշակունյաց վերջին շառավղի նվերը թող անկորուստ մնա Բագրատունի թագավորած ընտանիքում։ Այս ասելով նա գրկեց ինձ և ջերմագին համբուրեց։ Արդեն ամեն բան որոշված էր։ Ես ուրեմն արքայի նշանածն էի։ Այնուհետև ինքդ կարող ես գուշակել, թե երջանկության ինչ հովեր էին գուրգուրում ինձ Դվնո արքայական պալատում։ Բայց ավաղ վախենում եմ հավատալ, թե այդ բոլորից միայն մնալու են քաղցր հիշատակներ։ Եվ այս մանյակը, որ առաջին անգամ գրկեց իմ պարանոցը կենացս ամենաերջանիկ վայրկյաններում։ Է. 3 տարվա ընթացքում հայ ազգի կրած և հարս թագուհուն անհայտ մնացած դժբախտությունները։ Թագուհին լռեց։ Անցյալի քաղցր հիշատակները ոչ միայն չամոքեցին նրա վշտերը, այլ ընդհակառակը, նորոգեցին դրանց։ Գլխակոր և ձեռքը ճակատին հենած նա մի քանի վայրկյան լուռ մնաց, ապա սրտի հուզման և հոգեկան խռովության դիմադրել չկարողանալով, սկսավ արտասվել։ Սեդան տեսավ այտերի ծորող արցունքները և մորմոքելով հարցրեց. Այդ ի՞նչ է, մեծափառ տիկին, մի՞թե արտասվում ես։ Ես կարծում էի, թե անցյալից խոսելով պիտի ուրախանաս, ընդհակառակը, տխրում ես։ Մտածում եմ, թե այս բոլորը անդարձ կորել է, թե այն դյուցազնը, որի միայն մի հայացքը ինձ հպարտացնում, մի ժպիտը ինձ երջանկացնում էր, այլևս իմը չէ և չպիտի լինի։ Մի ասիր այդ թագուհիս, մի ասիր։ Եթե երջանկությունը տևողական չէ, ապա վշտերն էլ հավիտենական չեն։ Նրանք շարունակ տեղի են տալիս միմյանց, որովհետև ամենի սկիզբը մի վախճան ունի։ Տխրության հաջորդը ուրախությունն է։ Սիրածդ դյուցազնը քոնն է և կվերադառնա դեպի քեզ։ Ախ, Սեդա, ավելին մի ասիր։ Կամենում էի ասել, թե պետք է համբերել։ Օրինակ առ մեր թագավորից և քո ամուսնուց։ Քանի տեսակ փոփոխության է հանդիպել նրա բախտը, որպիսի անհաջողություններ են շրջապատել նրան, և սակայն որպիսի համբերությամբ և տոկունությամբ է նա հաղթել ամեն դժվարության։ Ախ, Սեդա, ինչպես քիչ ես զգում, բայց նա այսպիսի վիշտ, այսպիսի կորուստ չի ունեցել։ Նա յուր երջանկությունը և երկինքը չէ ամփոփել մի սրտի մեջ, որ խլած լինեին իրանից։ Եվ դու, թագուհիս, ինչպես քիչ ես զգում։ Ներիր համարձակությանս։ Ի՞նչ, Սեդա։ Այն վշտերի ծանրությունը, որ մի օր նրան էր ճնշում։ Այսինքն, դու ինքդ նկարագրեցիր այն երջանիկ օրը, երբ Դվինում թագավոր պսակեցին բազմահաղթ Աշոտին, այնպես չէ։ Այո, բայց հետո ամիսներ չանցած ինչ ծանր վշտեր չպաշարեցին նրան։ Գիտես, Սեդա, այդ ժամանակվա դեպքերից ես քիչ բան գիտեմ։ Այո, որովհետև շատ բան ծածկում էին քեզանից։ Չեմ մոռացել միայն այն, որ երբ Դվինից վերադարձանք Գարդման, հայրս ասաց, թե մեր զորքերից մի քանի գունդ շուտով պիտի հասցնենք թագավորին, որովհետև ներքին գավառներում ապստամբություն է ծագել։ Այո, միայն այդքան, և նրանից հետո էլ ուրիշ տեղեկություններ քեզ չհաղորդեցին։ Երբեմն հարցնում էի, թե ինչու Աշոտը չէ գալիս մեր երկիրը, կամ թե
Երբ պիտի կատարվի մեր հարսանիքը, այդ հարցը ինձ արիր մի օր և ծիծաղելով և շառագունելով։ Այո, հիշում եմ։ Եվ իշխան Սևադան երբեմն կծկտուր, երբեմն մանվածապատ պատասխաններ էր տալիս։ Մերթ հուսադրում, մերթ վհատեցնում էր քեզ, բայց ոչ տխրեցնելու չափ։ Եվ իրավ, այդ բոլորի մասին ինձ հետ բացատրություններ չտվին, որովհետև ուրիշ կարևոր դեպքեր սկսան մեզ զբաղեցնել։ Այո, բայց եթե տված լինեին, այն ժամանակ կիմանայիր, թե խեղճ թագավորը երեք երկար տարիների ընթացքում որպիսի ծանր չարիքների և վտանգների դեմ է մաքարել, թե մարդկանց և բռնության ձեռքով յուր երկրին հասած թշվառությանց առաջն առնելու համար ինչ հերոսական կռիվներ է մղել։ Պատմիր մի քանի խոսքով, ինչ էր պատահել թագադրությունից հետո։ Թագադրությունից հետո, շատ մեծ բաներ։ Ասենք մի երկու խռովությունների պատճառն էլ իմ նորատի տիրուհին էր։ Ես։ Այո, իմ թագուհի, դու։ Ինչպես, Սեդա, պատմիր, դա հետաքրքրական է։ Դու հո ինքդ ես տեսել, թե հայոց իշխանները ինչպես մի սիրտ ու հոգի եղած հավաքվել էին Դվին Աշոտ երկաթը թագավորացնելու։ Այո, և ամենքը ուրախ էին այդ համազգային տոնախմբության ժամանակ։ Բայց շատ շուտով նրանցից մի քանիսի ուրախությունը փոխվել էր տխրության։ Այն իշխանները, որոնց դու մերժել էիր քո ձեռքը, որքան որ ուրախ էին Աշոտի թագավորելուն, այնքան էլ հակառակ, որ նա ամուսնանար քեզ հետ։ Նրանք կցանկանային, որ Սահակ Սևադայի հպարտ աղջիկը, որ մի օր մերժել էր իրանց յուր ձեռը, դառնար մի հասարակ ազնվականի կին և ոչ թե հայոց թագուհի։ Եվ սակայն արքայի մայրը Դվին եկած բազմաթիվ իշխանազն օրիորդների մեջ միայն քեզ էր հարսն ընտրել յուր համար։ Բացի մերժված իշխաններից, թագավորի դեմ գրգռվել էին նաև նրանք, որոնք հարսնացու օրիորդներ ունեին և գգվել էին իրանց այն հույսով, թե գուցե թագավորը կփեսայանա իրանց։ Սակայն այդ մանյակը, որ այժմ այդքան սիրելի է քեզ, բոլորի հույսը ի դերև էր հանել։ Եվ ահա, երբ նրանք ցրվում են իրանց գավառները, սկսում են հետզհետե լարվել թագավորի դեմ։ Մայր իշխանուհիները մանավանդ սկսում են ամուսինների պատվասիրությունը գրգռել և հնացած բարկությունը փոխել ատելության։ Այս ամենի հետևանքը այն եղավ, որ Հայաստանի մի քանի անկյուններում միաժամանակ մի քանի խռովություններ փրթեցան։ Մի քանի իշխաններ ուղղակի թագավորի դեմ գնալ չհամարձակվելով, սկսան հավասարագահ իշխանների հետ կռվել, հաշվելով, թե միևնույն է, այդպիսով էլ թագավորի հանգստությունը կվրդովեն։ Այսպես արծրունյաց Գուրգեն արքաեղբայրը, օգուտ քաղելով Սյունյաց Սմբատ իշխանի բացակայությունից, գրգռեց եղբորը, բռնավոր Գագիկին, պաշարել Նախիջևանը և առնել։ Վերջինս լսեց եղբորը։ Սմբատ իշխանն այդ իմանալով, մեծ պատրաստությամբ եկավ արծրունիների վրա յուր կալվածքն ազատելու հուսով։ Երկու կողմից էլ կատաղի ընդհարում, մեծ վնասներ և կոտորածներ եղան։ Ուրիշ մի քանի իշխաններ, որոնք ըստ օրինի պարտավոր էին միաբանել իրենց թագավորի հետ և հարկավոր ժամանակ զորք հասցնել նրան, հայտնի կերպով բաժանվեցան թագավորից և մի քանիսն էլ ապստամբության փորձ արին։ Թագավորը ստիպված եղավ շատ քաղաքներ և բերդեր նորից պատերազմով նվաճելու, շատ տեղեր ավերելու և յուր իսկ երկրի մեջ կոտորածներ անելու, պետության խաղաղությունը վերականգնելու համար։ Նույնիսկ վրաց Ատրներսեհ թագավորը հայ իշխանների գրգռմամբ թշնամացավ Աշոտ արքայի հետ, և մեր հյուսիսային գավառներից մի քանիսը փորձ արավ սեփականելու։ Այս փորձը իսկապես ուղղված էր Սևադա իշխանի, իբր արքայի աներոջ դեմ։ Թագավորը ստիպված էր վրաց մի քանի գավառներն ավերելով Ատրներսեհին խրատել։ Վերջապես խռովությունները խռովություններ հարուցին։ Շատ իշխաններ էլ, թագավորի խառնված դրությունից օգուտ քաղելով, սկսան իրար դեմ զինվել
հին տոհմական վրեժների ծարավը հագեցնելու կամ էլ միմյանցից երկրներ հափշտակելու համար։ Այսպիսով բոլոր երկիրը տակտուվրա եղավ, և թագավորը մնաց համարյա միայնակ։ Այս խռովությունների լուրը հասավ հագարացած Յուսուփ ոստիկանին, որ սկզբում Աշոտ թագավորի քաջագործություններից զարհուրած կծկված էր Ատրպատականում։ Բավական ժամանակ էր, ինչ նա յուրատամները կրճտում էր Աշոտ թագավորի վրա, որովհետև չէր կարողանում յուր զորած կոտորածը մոռանալ, բայց միևնույն ժամանակ վրեժ առնելու էլ առիթ չէր ներկայանում։ Թագավորը հաջողության մեջ էր, և բոլոր իշխանները հետը միաբան, ինչ կարող էր անել։ Բայց այժմ, երբ արդեն տեղեկացավ, թե հայ իշխաններից շատերը հեռացել են թագավորից և շատերն էլ միմյանց դեմ ելած ջարդում են իրար և միանալու միջոց չունին, հարմար առիթ համարեց թագավորի երկիրը արշավելու։ Իսկ թե այնուհետև հագարացիք ինչեր կատարեցին մեր գավառներում, անկարելի է նկարագրելը։ Աստված չտա, որ այդպիսի տարիներ նորից վերադառնան։ Բայց ինչեր կատարեցին, Սեդա։ Քեզ ասացի, որ այդ ժամանակվա դեպքերից շատ քիչ բան գիտեմ, խոսիր։ Ախ, թագուհիս, որ մեկը պատմել և որ մեկը հիշել։ Այդ տարիների թշվառության պատմությունը գրքեր կլցնե։ Մի՞թե ես կարող եմ բոլորը պատմել։ Ինչպես սովալուկ գազաններ ներս խուժեցին դրանք մեր երկիրը։ Դիմացները արգելք չգտնելով, ազատ համարձակ տիրեցին որ տեղին, որ կամեցան։ Գյուղերն ու ավանները քանդեցին, քաղաքները ավերեցին, եկեղեցիները հրձիկ արին, ժողովրդի մի մասը կոտորեցին, մի մասը ուրացության ստիպեցին, ընդդիմացողներին նահատակեցին, իսկ շատերին գերի տարան հեռավոր երկրներ։ Ոչ մի գեղեցիկ կին կամ աղջիկ չազատվեցավ նրանց ձեռքից։ Պաշտպանող մայրերին սպանում էին աղջկերանց առաջ, հայրերին որդիների առաջ։ Ստնտու կանանց գրկից հափշտակում էին ծծկեր երեխաները և գետին խփելով ջախջախում։ Ամեն տեղ արյուն, ամեն տեղ կրակ և պղծություն։ Անկյուն չկար, որ ազատ լիներ այդ հրեշների արհավիրներից։ Երբ անպաշտպան ավանները և քաղաքները ավերեցին, այնուհետև դիմեցին բերդերի և ամրոցների վրա։ Մի քանի տեղ ճշմարիտ է, պաշարյալները քաջությամբ դեմ դրին թշնամուն և մեծ կոտորած արին նրա զորքի մեջ, բայց շատ տեղ էլ բռնությամբ կամ մատույցությամբ գրավեցին նրանք ամրոցները և միջի բնակիչները անխնա կոտորեցին։ Ի՞նչ էր անում ուրեմն այդ ժամանակ թագավորը։ Ի՞նչ պիտի աներ։ Իշխանների մի մասը միացել էր թշնամու հետ կամ էլ անձնատուր էր եղել նրան։ Մի մասը եղբայրասպան կռվով էր զբաղված յուր դրացու կամ էլ ազգականի հետ, այսինքն այն միջոցին, որ օտարը մի կողմից էր ավերում իրանց երկիրը, իրենք էլ մյուս կողմից էին ավերում։ Մեր անմիտ ազգի մեջ այսպիսի եղբայրասպան ընդհարումներ շատ են եղել և միշտ էլ կլինեն։ Մի քանի ուժ ունեցող իշխաններ ամրացել էին իրենց բերդերում և կռվի դաշտը չէին իջնում։ Մնացել էին թագավորի հետ հայրդ յուր գարդմանացի գնդերով, սիսական իշխանները սյունեցի վաշտերով և մարզպետունի իշխանը պետական զորքերով։ Իսկ այս միության ուժը համեմատելով թշնամու զորության հետ մի ոչնչություն էր։ Հարցնում ես, ի՞նչ էր անում թագավորը։ Համարյա թե ոչինչ կամ էլ այն, ինչ որ կարող էր և պարտավոր էր անել։ Յուր սակավաթիվ զորքի մի մասը զինակից իշխաններին հանձնած և մյուս մասը հետը վերցրած, ինչպես մի վիրավոր առյուծ արշավում էր երկրի այս կամ այն կողմը։ Թշնամու հետ ճակատ առ ճակատ պատերազմել չէր կարող, ուստի երբեմն հանկարծական հարձակումներով շփոթում էր նրա զորքերի կարգը, երբեմն մենավոր գնդերի վրա ընկնելով ջարդում էր նրանց, երբեմն պաշարված բերդերին օգնության հասնելով հարվածում պաշարողներին, մի ով բանիվ գործում էր իբրև ասպատակ գնդերի հրամանատար, հուսալով, թե այսօր կամ վաղը
կգան իշխանները և յուր հետ միաբանելով կանոնավոր ճակատամարտով կարդաքսեն հայրենիքից ընդհանուր թշնամուն։ Բայց արքայի համար ամենամեծ հարվածն այն եղավ, որ յուր հորեղբորորդի Աշոտ սպարապետը յուր ձեռքն ունեցած պետական զորքերով անձնատուր եղավ Յուսուփին։ Հետո էլ նրա հետ միասին մտավ Դվին իբրև ոստիկանի հլուր վատակը։ Մյուս կողմից էլ մեր կաթողիկոսը փոխանակ սրան և նրան դիմելու, իշխանները հաշտեցնելու և դրանց բոլորին միացնելով թագավորին թև ու թիկունք կանգնեցնելու, երկիրը թողեց տագնապի մեջ, ժողովուրդը հուսահատության մեջ, զորքը մահու և կյանքի հետ կռվելիս, և ինքը յուր անձի անդորրությունը խնդրելով հեռացավ Վրաստան, ատրներ սեր թագավորի մոտ ապահովության մեջ ապրելու։ Ինչ աներ այդ ժամանակ թագավորը, ինչ կարող էր նա անել։ Տեր Աստված, և այդ բոլորի մասին ինձ գրեթե ոչինչ չեք հայտնել։ Այդ էր ուրեմն պատճառը, որ հայրս համարյա գարդմանում չէր մնում։ Երբեմն գնում էր Սյունիք, երբեմն Գուգարք, երբեմն Ոստանի կողմերը, մերթ փոքրիկ վաշտով, մերթ մի մեծ գնդով։ Եվ քո անհանգիստ հարցերին հանգստացնող պատասխաններ էր տալիս։ Ասում էր, որ մեր թագավորը զբաղված է Կարսաբերդը և երազգավոր սամրացնելով, թե Դվինի շուրջը նոր խրամ է փորել տալիս, թե ինքը յուր վաշտերով արքունական սահմանները շրջագայելու է գնում, և այլն, և այլն։ Այո, և նրա այդ պատասխանները ինձ հանգստացնում էին։ Իշխանը հրամայել էր մեզ ամենիս ոչ մի տխուր լուր չհաղորդել քեզ, մանավանդ պատերազմի արհավիրքներից բնավ չխոսել քեզ մոտ։ Աղախինները մի անգամ սխալվել, լուրեր էին բերել քեզ։ Մենք ամեն ջանք գործ դրինք սուտ հանելու լսածներդ։ Ահ, դա հիշում եմ, այդ Դվինում նահատակված երիտասարդների մասին էր։ Բայց ինչու այդ բոլորը ծածկում էիք ինձանից։ Որովհետև վերին աստիճանի դյուրազգաց էիր։ Ամենաաննշան կոտորածի լուրը լսելուց ժամերով լաց էիր լինում։ Երբեմն էլ հոգեպես այնպես էիր ընկճվում, որ ստիպված էիր լինում անկողին մտնել։ Եվ իրավ Սեդա, լավ է, որ այդ բոլորը այն ժամանակ չեք հայտնել ինձ։ Ես սրտի կսկծից կարող էի մեռնել։ Օ, և դեռ չգիտես, թե ուրիշ ինչ զարհուրելի բան ենք ծածկել քեզանից, աղջիկս։ Ինչ, Սեդա, խոսիր, խնդրում եմ, ինչ։ Վախեցած հարցրեց Թագուհին։ Սովը, սարսափելի սովը։ Հետո վայրենի գազանների, գայլերի և բորենիների երևան գալը և քաղաքներում ու գյուղերում մարդիկ հափշտակելը։ Սովի մասին ես լսել եմ։ Ինչ ես ասում, Թագուհիս, ինչպես կարելի էր իսկությունը քեզ հայտնել։ Սիրտդ կտոր կլիներ։ Դու ծանոթ էիր մեր գարդմանասովի հետ, բայց դա սով չէր, այլ հացի թանկություն։ Տրտու գետը և գարդմանա քաջերը թույլ կտային, որ մեր երկրում սով լիներ։ Սովը, սարսափելի սովը, տիրում էր գարդմանից այս կողմը գտնվող երկրներում։ Ամբողջ 2 տարի բուն Հայաստանը կռվի և արյան դաշտ էր դարձած։ Բոլոր այդ ժամանակ գյուղացիք վարել, ցանել և հնձել չէին կարողացել։ Եվ ինչպես կարողանային, քանի որ դաշտ ու ձոր, լեռ ու անտառ հագարացի զորքերով և հելուզակներով էին բռնված։ Իսկ ազատ անկյուններումն էլ հայ զորքերն էին միմյանց կոտորում, հայ իշխաններն էին միմյանց ջնջում։ Այս պատճառով երկրագործները ցրվեցան, այգիները և դարաստանները անխնամ մնացին։ Ժողովրդի վերջին պաշարը վայրենի զորքերը սպառեցին, և սովը յուր զարհուրելի հետևանքներով բռնացավ Հայաստանի մեջ։ Կարոտությունն իբրև մի վարակիչ ժանտախտ աղքատների խրճիթից հարուստների ապարանքը մտավ։ Ամեն տեղ տիրեց քաղցը, թշվառություններից դառնագույնը։ Օ, երանի նրան, ով աչքերով չէր տեսել այդ աղետը։ Մարդիկ քաղաքների և գյուղերի մեջ ունեցածնին սպառելով ցրվեցան դաշտերը,
ձորերն ու լեռները, որպեսզի գոնե կանաչ խոտ կամ բանջար ճարակելով քաղցերնին անցնեն։ Չնայելով, որ շատերը այդ խոտաճարակներից մեռնում էին վնասակար խոտեր ուտելուց, այսուամենայնիվ քիչ ժամանակի մեջ դաշտերի և լեռների կանաչը սպառեցին։ Այնուհետև սկսան անսուրբ կենդանիներն ուտել, այն է էշ, ձի, կատու, շուն, մինչև անգամ որդեր, ճիճուներ։ Ախ, Սեդա, ինչեր ես ասում, դադարիր, ես լսել չեմ կարող։ Այո, իմ տիրուհի, ուտում էին, բայց ավելի սարսափելին, ավելի զարհուրելին կա։ Ախ, կին արարածի ականջը լսել չէ կարող։ Ինչ, Սեդա, կսարսափես աղջիկս, չեմ կարող ասել։ Ասա, Սեդա, պատմիր, դու արդեն այդ տեսակ բաներ լսել ինձ սովորեցրել ես, պատմիր։ Թագուհիս, ասում էին, որ հրապարակները լցվել էին մերկ և հազիվ ցնցոտիներով ծածկված սովատանջ մարդկանցով, որոնք շրջում էին իբրև ուրվականներ և միմյանց դիպչելուց անշնչացած ընկնում փողոցի մեջ։ Փոքրիշատե ուժ ունեցողները հարձակվում էին այդ դիակների վրա և նրանց միս ատամներով հոշոտելով լափում։ Ամեն մի ընկած դիակի վրա հավաքվում էին բազմաթիվ գիշատիչներ, ինչպես դժոխային չարատանջ ոգիները։ Ախ, Սեդա, ինչ զարհուրելի է։ Իսկ ինչ կասեիր կաթնկեր երեխաների համար, որոնք երկարատև լալուց նվաղած ձայնով հրում էին մայրերի չորացած ստինգները։ Փոքրիկ մանուկների համար, որոնք արտասուքը դալկացած ծնոտներից ծորելով և չորացած շրթունքներով, հաց գոչելով օդը լցնում էին աղեղար շաղաղակներով, իսկ շատերը նվաղած գետնին գլորվում և անշնչանում։ Ախ, Սեդա, բավական է, սիրտս մաշվեցավ։ Եվ հետո բուն զարհուրելին դեռ չասացի։ Գտնվեցան մայրեր, ոչ, գազան արարածներ, որոնք իբրև թե իրենց մանուկների տանջանքը չտեսնելու համար նրանց մորթեցին և կերան։ Սեդա, լռիր, այլևս ոչ մի խոսք։ Եվ թագուհին, սաստիկ հուզումից այլագունելով, ընկավ բարձերի վրա։ Հարսի հիշողությունները և ոգևորությունը Փեսայի գալստյան առթիվ։ Գիշերից բավական անցել էր։ Հավերը վաղուց խոսել էին։ Սեդան սպասում էր, որ թագուհին յուր պատմություններից հոգնած կպառկե վերջապես հանգստանալու և իրեն էլ կհրամայե հեռանալ։ Բայց նրա հույսը չարդարացավ։ Վերջին պատմությունները, ճշմարիտ է, գրգռել էին թագուհու ջղերը, և այդ պատճառով միառժամանակ լռությունը նրան զրույցը ընդհատեց։ Բայց երբ Սեդան բարձրացավ ճրագարանի պատրույգները ուղղելու և նորեն դեպի յուր աթոռակը դարձավ, թագուհին հարցրեց. Սեդա, այդ ժամանակ չէր, որ թագավորը Կոստանդնուպոլիս գնաց։ Այո, թագուհիս, հենց այդ թշվառությունների ժամանակ, պատասխանեց Սեդան և ապա նորեն նստելով շարունակեց. Ես որ ասում էի, թե վշտերը հավիտենական չեն, թե խավար գիշերին հաջորդում է լուսավոր օրը և բուքին ու փոթորկին պայծառ արևը։ Դու քո վշտերից, քո տանջանքներից ես խոսում, բայց դրանց կարելի է համեմատել այն շատերի հետ, որոնց տանում էր թագավորը։ Անցյալ պատերազմների և սովի արհավիրների լոկ պատմությունը ճնշում է քո սիրտը։ Հապա ի՞նչ աներ նա, որ այդ ցավերի դառնությունը անձամբ էր կրում իբրև թագավոր, իբրև ժողովրդյան հայր, դեպի որը դիմում էին բոլոր տառապյալները, դեպի որը բյուրավոր թշվառներ կարկառում էին իրենց ձեռքերը։ Բայց և այնպես նա այդ նեղությունները տարավ հերոսաբար, և որովհետև յուր հույսը դրել էր Աստծու վրա, ուստի նա չթողեց արքային։ Այն միջոցին, որ յուր իշխանները հեռացած էին իրենից, և երկիրը հեծում էր թշնամու և սովի արհավիրների երեսից, հունած կայսրը և պատրիարքը կարեկցական և մխիթարական նամակ գրեցին թագավորին, նույնպես և կաթողիկոսին, հորդորելով սրան աշխատել,
միացնել հայոց իշխանները թագավորի հետ և հորդորել նրանց ընդհանուր ուժով դեմ դնել հասարակած թշնամուն։ Կաթողիկոսը այդ նպատակով շատ աշխատեց, բայց իշխանները անսաստեցին նրա խրատներին և մերժեցին վեհի խնդիրները։ Վերջինս մինչև անգամ իջավ Տարոն և աշխատեց այդ տեղի մի քանի հզոր իշխաններին հաշտեցնելու իրար կամ թագավորի հետ, սակայն այդ աշխատանքն էլ անցավ ապարդյուն։ Վերջը ստիպված եղավ յուր իշխանների, ազգի համար անպատվաբեր հակառակության մասին զեկուցանել կայսրին և պատրիարքին և նրանց օգնությունը խնդրել թագավորի համար ներքին թշնամիների դեմ։ Օտարները արգահատեցին մեր թշվառության վրա, և կայսրը հրավիրեց թե թագավորին և թե կաթողիկոսին գնալ յուր մոտ, որպեսզի անձամբ խորհրդակցեն իրենց անելիք օգնության համար։ Կաթողիկոսը չուզեց գնալ, որովհետև վախեցավ, թե հայոց եկեղեցին հունած եկեղեցու հետ միացնելու առաջարկություն կանեին իրան, ուստի չընդունեց հրավերը։ Բայց թագավորը այդպիսի բանից քաշվելիք չուներ, ուստի և յուր իշխաններով ու շքադիր խմբով ելավ գնաց Կոստանդնուպոլիս։ Այնուհետև արդեն հայտնի է քեզ, թե ինչ փառավոր ընդունելություն արին նրան Բյուզանդիոնում, թե ինչ տոնախմբություններ կատարեցին հայոց թագավորի պատվին, թե ինչպես արքայական թագով և ծիրանիով պսակեցին նրան, թե ինչ մեծագին ընծաներով մեծարեցին թե իրեն և թե յուր իշխաններին։ Այո, այդ ամենի մասին Գևորգ իշխանը պատմել է, հարեց Թագուհին։ Այս հաջողությունների լուրը արդեն բավական եղավ սթափեցնելու հայոց իշխաններին իրենց թմրությունից, շարունակեց Սեդան։ Բոլորը կարծես միաժամանակ ոգևորվեցան։ Գագիկ արծրունին վասպուրականից սկսավ վռնդել հագարացիներին։ Անձևացյաց և մոկած իշխանները իրենց երկրներից հալածեցին Յուսուփա զորքերը։ Հյուսիսային նահանգներից էլ մեր ասպատակները քշեցին նրանց, այնպես որ Յուսուփը հանկարծակիի եկածի նման մնացել էր շվարած։ Երբ իմացավ, որ Աշոտ թագավորն էլ հունած օգնական զորքերով է վերադառնում Հայաստան, սարսափը պատեց նրան։ Առանց ժամանակ կորցնելու ելավ և յուր մնացած զորքերով փախավ Դվինից դեպի Ատրպատական։ Թագավորը վերադարձավ հաջողություններով պսակված։ Առանց աշխատության տիրեց կրկին հագարացիների գրաված երկրներին։ Մի քանի տեղ ճշմարիտ է, փոքրիկ ընդդիմություններ եղան, բայց հունած և հայոց միացյալ ուժի առաջ ամեն արգելքներ հարթվեցան։ Մեր աշխարհը կրկին խաղաղվեց, ժողովուրդը շունչ առավ, արտերը և այգիները կանաչեցին։ Երկիրը բերքերով լցվեցավ և մարդիկ սկսան ոչ միայն առօրյա հանգստություն վայելել, այլև ուրախության տոներ կատարել։ Կարծեմ ամենից առաջ իմ տագրաբասը սկսավ։ Արքայեղբայրը, այո, թագավորը դեռ չէր վերադարձել, որ նա գնաց և աբխազած Գուրգեն մեծ իշխանի դստեր հետ ամուսնացավ, չէ որ վաղուց սիրում էին նրանք իրար։ Գիտեմ, թագավորի թագադրության օրերից գիտեմ։ Իմ աչքի առաջ սկսվեցավ նրանց բարեկամությունը։ Այո, Դվինում, մի փոքր առաջ պատմում էիր, բայց ժողովուրդը բամբասում էր նրան, որ մեծ և թագավոր եղբորից առաջ պսակվեցավ։ Իզուր, երևի Աբխազիայի օրիորդը առավել գրավիչ և զորեղ էր, քան Սահակ֊Սևադայի աղջիկը։ Ի՞նչ կա այդտեղ բամբասելու։ Ոչ, իմ Թագուհի, անակնկալ դեպքեր ուշացրին ձեր հարսանիքը։ Չէ որ Յուսուփ ոստիկանը թագավորի հունած հետ միաբանելը լսելով, շտապել էր մի ընտանի և զորեղ թշնամի պատրաստելու նրա դեմ։ Սատանայական խորամանկությամբ նա թագ դրավ Աշոտ սպարապետի գլուխը և ուղարկեց Հայաստան։ Այո, որպեսզի հարազատը հարազատի դեմ կանգնեցնելով, երկուսին էլ ուժասպառ անի։ Եվ եղբայրասպան կռվով հայոց զորքերը տկարացնելով, անաշխատ տիրե մեր երկրին։ Հասկանալի է։ Այդպես էլ նա արավ Գագիկ արծրունու հետ, որպեսզի Սմբա թագավորի ուժը ջլատե։ Բայց վերջում, որովհետև Գագիկը հեռացել էր իրենից, սպարապետին առաջ քաշեց։ Դա մի հին խաղ է, որով մեր թշնամիները աշխատել են միշտ մեզ տկարացնել։ Չէ որ
Ավելի ձեռնտու է նրանց, որ հայերը միմյանց ջարդելով ոչնչանան, քան թե իրենք սեփական զորքեր բերեն այստեղ հայերի հետ կռվելու։ Ինչ է պակասում թշնամուն։ Մեկին թակ կնծայե, մյուսին իշխանություն կտա։ Այդ տիտղոսներով նրանց փառամոլությունը կգրգռե և միմյանց դեմ կզինե։ Իսկ երբ նպատակի հասնե, թագն էլ կխլե, իշխանությունն էլ։ Այդպես անում են բոլոր խարդախ տիրապետները։ Իսկ փառքի և անձնական շահու համար ազգ վաճառողներ ամեն երկրներում կան։ Այո, թագուհիս, այո, սպարապետը գիտեր Յուսուփի խորամանկ նպատակը, բայց և այնպես չխղճահարվեցավ հայրենիքի շահը յուր փառամոլության զոհելու։ Իբր հակառակաթոռ թագավոր սկսավ եղբայրասպան կռիվ մղել յուր հորեղբոր որդու և ազգի օրինավոր թագավորի դեմ։ Կոտորածներ արավ, գյուղեր և ավաններ քանդեց, քաղաքներ առավ, մինչև որ վերջապես Վաղարշապատի մոտ թագավորական զորքերից չարաչար հաղթվելով փախավ դվին։ Ահա Աշոտ Բռնավորի այս չարիքներն էին պատճառ, որ արքայական հարսանիքն ուշացավ։ Թագավորը կամենում էր երկիրն ամեն կերպ խաղաղացնել և ապա թե տոնական հանդեսներով զբաղվիլ։ Եվ դու, Սեդա, այս բոլորը հիշում ես, այնպես չէ՞։ Օ, այնպես, որպես թե երեկ կատարվեցավ։ Եվ իրավ, որքան քիչ ժամանակ է անցել, ընդամենը 2 տարի, Աստված իմ, և այս կարճ ժամանակում այսքան երկար ապրել։ Ինչ, ասացիր, երկար ապրել։ Այո, Սեդա, շատ երկար տանջվեցի։ Ինձ թվում է, թե տասնյակ տարիներ են անցել։ 25-ամյակս դեռ չէ բոլորել, և սակայն վաղուց պառավել եմ ես։ Դու դեռ այնպես գեղեցիկ ես, ինչպես մի հրեշտակ։ Ահ, խեղճ Սեդա, գեղեցիկ եմ, բայց ում համար։ Ո՞ւմն է պետք քո թագուհու գեղեցկությունը։ Աղջիկս, դու դարձյալ տխրում ես։ Հիշում եմ, ինչպես այսօր։ Ես կանգնած էի դղյակի վերին դստիկոնում։ Ինձ հետ էին մանկահասակ նաժիշներս։ Ներքև, ամրոցի բակում, հայրս պատվերներ էր տալիս մի խումբ գարդմանացի հեծյալների, որոնք նույն գիշեր և ետ պիտի ճանապարհվեին դեպի Աղստև, որպեսզի այնտեղ գտնվող մեր մի զորագունդը առաջնորդեին դեպի Վաղարշապատ, թագավորին օգնություն հասցնելու։ Հանկարծ հեռվից, գարդմանա կամուրջից այն կողմը, մի կարմիր դրոշակ նշմարեցի, որ կարծես օդի մեջ թռչում էր։ Աղջիկներ, ի՞նչ բան է այն, հարցրի ես նաժիշտներիս։ Բոլորը միասին նայեցին այն կողմը, և մինը, որ ամենից սրատեստ էր, հանկարծ աղաղակեց. Ավետաբերն է։ Ավետաբե՞ր, հարցրի մեքենայաբար և սիրտս սկսավ տրոփել։ Սա ուրեմն թագավորի կողմիցն է, մտածեցի ես, և ուրախությունից շունչս բռնվեցավ։ Եթե հիշում ես, քիչ ժամանակ առաջ ապստամբեցան գուգարած վերակացու Գնթունի իշխանները։ Թագավորը Աբբաս տագերս հետ միասին գնաց և նվաճեց նրան։ Ապա երկուսը միասին հյուր գնացին Աբխազած Գուրգենմեծ իշխանին։ Ահա, թագավորի այդ բացակայությունից օգտվելով, բռնավոր Աշոտը եկավ և Վաղարշապատը գրավեց։ Թագավորը և Աբբաս եղբայրը անմիջապես վերադարձան Աբխազիայից և դիմեցին Վաղարշապատ։ Գարդմանից նրանք անցել էին գիշեր ժամանակ։ Հորս հետ թագավորն էր տեսնվել։ Միայն մի քանի վայրկյան, իսկ ինձ թույլ չէր տվել, որ արթնացնեին։ Նույնիսկ ձեզանից ոչ ոք չէր իմացել թագավորի գալը և գարդմանից անցնելը։ Այո, չէինք իմացել, որովհետև նա նպատակ էր ունեցել հանկարծ հարձակվելու Աշոտ Բռնավորի վրա։ Ոչ ոք չպետք է դա իմանար։ Այդպես է։ Բայց ճանապարհվելուց հետո հայտնել էր հորս, թե եթե սուրբ կաթողիկեն օգնե ինձ այս անգամ բռնավորը յուր պարիսպներից վանելու, ավետաբեր կուղարկեմ քեզ կարմիր դրոշով, և ապա կվերադառնամ գարդման մեր հարսանիքը տոնելու։
Եվ դա ես գիտեի, Սեդա, հայրս ինձ արդեն հայտնել էր։ Ուրեմն կարող ես երևակայել, թե ինչ հրճվանք, ինչ ուրախություն տիրեց իմ հոգում, երբ կարմիր դրոշը նշմարեցի։ Ախ, աղջիկս, երևակայում եմ։ Եվ այս բանը հորս հայտնել չկարողացա։ Լեզուս ուրախությունից կարկամել էր։ Վերջը, երբ նաժիշտերից մինը ճչաց վերևից, իշխան, ավետաբեր է գալիս, և հայրս կարծես դրան չհավատալով, հարցական հայացքով նայեց դեպի ինձ, ես ուրախությունից կիսահագած, այո, այո, կարմիր դրոշով ճչացի նույնպես և վազեցի ներքև։ Երեսս հրճվանքից վառվում էր։ Սեդա, դու հիշում ես այդ օրը։ Եվ կարելի է մոռանալ այն։ Բոլոր ամրոցը ցնծում էր ուրախությունից։ Իշխանը մի ընտիր սուր, մի նժույգ և շատ ոսկիներ պարգևեց ավետաբեր զորականին։ Նա մեր այժմյան բերդականը, մուշեղն էր, այնպես չէ։ Այո, նա ինքն էր։ Ես կամենում էի, որ ավելի մեծագին ընծաներով պարգևատրեին նրան, բայց հորս ոչինչ չասացի։ Խնդիրն ինձ էր վերաբերում, ամաչում էի։ Եվ 2 օրվա մեջ, հարաքցեց Սեդան, ամբողջ գարդմանը տոնական կերպարանք առավ։ Աղստև գնալու նշանակված հեծյալները ղրկվեցան Գուգար, Քսյունիք, Արցախ և ուրիշ հեռավոր տեղեր իշխաններին հարսանիքի հրավիրելու։ Թագավորը դիտմամբ ուշացավ վաղար շաբաթում։ Եվ երբ նա եկավ, արդեն բոլոր իշխանները, սեպուհները, նախարարական տանուտերերը և բոլոր իշխանական ընտանիքները գտնվում էին գարդմանում։ Աբխազիայի իշխանը միայն մի օր առաջ հասավ։ Իսկ վրաց թագավորը դիտմամբ ուշացել էր գանձակում, որպեսզի մեր թագավորի հետ միասին մտնե գարդման, չնայելով, որ ինքը նրա երկրորդն էր։ Բայց արծրունյաց Գուրգեն իշխանը, չնայելով քեզանից մերժված լինելուն, այսուամենայնիվ յուր բարյացակամությունը թագավորին ցույց տալու համար, ոչ միայն շքադիր խմբով եկավ հարսանիքին, այլև գանձակ գնալով հնարներ գործ դրավ, որ վրաց Ատրներսեհին թագավորից գոնե կեսօր առաջ բերե գարդման։ Եվ հաջողեց էլ։ Ատրներսեհը երեկոյան եկավ, իսկ թագավորին հետևյալ առավոտը ընդունեցինք։ Ընդունեցիք, այո, դուք ընդունում էիք թագավորին։ Գարդմանը երիտասարդացել էր, լեռները և բլուրները հրճվում էին, ժողովուրդը շլանում էր հայոց իշխանապետության փառահեղ պերճությամբ, իսկ իշխաններին շլացնում էր Սահակ Սևադան յուր հարուստ և մեծավայելուչ հանդերձանքներով։ Իսկ ես, ախ Սեդա, ես ընդունում էի ոչ միայն հայոց թագավորին, հայոց իշխանապետության պարծանք Աշոտին, այլև… Ախ, և այժմ ես կարողանում եմ այս բառերն արտասանել։ Այո, Սեդա, ես ընդունում էի նրան, որ բերում էր յուր հետ իմ վարդացին հույսերի պսակը, իմ անսահման երջանկությունը, իմ երանության երկինքը։ Ընդունում էի նրան, որ կրում էր յուր մեջ իմ սիրապատար սիրտը, իմ սիրաշունչ հոգին, որի հայացքը հափշտակում էր իմ էությունը, որի ձայնը հնչում էր իմ ականջին ինչպես քերոբեների մեղեդին։ Եվ այդ դյուցազնը, այդ գերբնական արարածը, ախ Սեդա, իմ փեսան էր, իմ ամուսինն էր։ Միթե կարելի էր այդքան երջանկության դիմանալ։ Եվ այն բոլոր փառահեղ պատրաստությունները, իշխանների ցույց տված հարգանքը, գարդմանացոց և հայ զորաց ոգևորությունը շատ փոքր բաներ էին երևում իմ աչքում։ Ես կամենում էի, որ Աշոտ Երկաթի համար այդ ամենը կրկնապատկվեր, եռապատկվեր, չէ՞ որ նա բոլոր ընտիր հայերից ընտրելագույնն էր, համայն հայ իշխաններից բարձր ու գերազանցն էր։ Ախ Սեդա, եթե գիտենային տղամարդիկ, թե ինչպես մենք հպարտանում ենք նրանցով, թե ինչպես կնոջ փխրուն սիրտը դառնում է ադամանդ, երբ կապվում է նրա ճշմարիտ արժանյաց տեր հերոսի հետ։ Օ,
Այն ժամանակ նրանք երբեք չէին իջնիլ սեղանի այն բարձրությունից, որի վրա մեր բարեպաշտ սիրտը երկրպագում է նրանց։ Խեղճ կին, ասաց ինքն իրեն Սեդան։ Հայրս պահանորդ գնդով թագավորին դիմավորելուց առաջ պատվիրել էր, որ ես իբրև արքայի հարսնացու և գարդմանը հզոր իշխանի աղջիկ չելնեմ իմ դստիկոնից և չերևամ ժողովրդին, մինչև որ ինքը, արքան, դղյակը գալուց հետո չպատրաստվեր ինձ ընդունելու։ Պատշաճից օրենքը այս է պահանջում, ասում էր նա։ Բայց ես, ով երջանկության անդարձ վայրկյաններ, չկարողացա դիմանալ և պատշաճից օրենքներին չանսասնել։ Բոլոր գարդմանը իմ արքայի և փեսայի ընդունելության փառքը պիտի տեսներ։ Ինչպես կարող էի ես զուրկ մնալ այդ հաճույքից։ Եվ ահա փակել տվի ես իմ դստիկոնի մուտքը։ Նաժիշտներին հրամայեցի ոչ ոքի չընդունել, և ես նրանցից մինին վերցնելով, դղյակի գաղտուկ նրբանցքով բարձրացա մեծ աշտարակի գլուխը։ Սեդա, այնտեղ դու բարձրացել ես։ Ոչ, բայց կինն ինչպես կարող է բարձրանալ։ Բերդապահ նետաձիգները հազիվ են սողում այդ անցքերից։ Բայց մենք բարձրացանք ինչպես այծյան։ Գարդմանաշրջականները երևում են այնտեղից ասես թե ափի մեջ։ Դաշտը, գետակը, լեռները բոլորը մեր առջևն էին։ Ժողովուրդը խռնված էր ամեն տեղ։ Երբ առաջին անգամ դեպի կամուրջը նայեցի, հառաչապահ հեծյալների գունդը տեսա, որոնք սպիտակ դրոշը ծածանելով թռչում էին հողմի պես։ Նրանց հետևում էր արքան, շրջապատված յուր գեղահասակ թիկտապահներով, որոնց փայլուն զրահները շողշողում էին արևի առաջ և կարծես իրեն շուրջը կայծակներ թոթափում։ Թագավորը նստած էր սպիտակ և ոսկեսար նժույգի վրա, հագած ոսկեփայլ զրահներ և ծածկած նույնպիսի սաղավարտ, որի վրա ծածանում էր արծվաձև գարդմանակը հովանավորող ձյունաթույր ցցունքը։ Արքային հետևում էր հայրս, յուր գարդմանացի ասպետներով, ապա սիսական իշխանները, ոստիկանների խումբը, աղվանից սեպուհը, գուգարած բդեշխը, արծրունյաց և մոգած իշխանները, Արցախու և Խաչենի տանուտերերը և այլն և այլն։ Այնուհետև գալիս էին պետական և տանուտիրական զորքերը, սեպուհ, դրանիկ և ոստանիկ գնդերը, և վերջապես շրջականներից հավաքված ժողովրդի ստվարախումբ ամբոխը։ Երբ հառաչապահ հեծյալների խումբը մոտեցավ բերդին և փողերը արքայի գալուստն ավետեցին, գարդմանը հեղեղող իշխանների, զորքի և ժողովրդյան բազմությունն անհետացավ իմ աչքից։ Իմ աշխույժ և անհագ հայացքը հառեցի միայն իմ փեսայի և սիրարժան թագավորի վրա։ Թիկնապահների խումբը բերդի դռանը հասնելով կանգ առավ երկու կառքի վրա։ Թագավորը առաջ անցավ։ Նրա ահիպարանոց նժույգը, զգալով կարծես թե ինչ դյուցազն է կրում յուր վրա, մոտենում էր դարպասին ավելի սիգապանծ և որոտաձայն խրխնջյունով։ Եղբայրներս իրենց հետևորդներով ընդառաջեցին թագավորին բերդի հանդիպակաց դռներում, իսկ մայրս ընդունեց նրան դղյակի մուտքի առաջ։ Եթե համոզված չլինեի, որ այս շլացուցիչ փառքին հաղորդ պիտի լինեմ ես, եթե չգիտենայի, որ ինձ է պատկանում այն անձը, որին ամենքն աշխատում են մոտենալ, որի հայացքը այնպես ճգնում են հափշտակել, և ես միևնույն ժամանակ տեսնեի ինձ այնքան նրանից հեռու, աշտարակի մեջ բանտարկյալ, գուցե այդ բարձրությունից իսկ գլորեի ինձ ներքև։ Բայց երբ մտածում էի, թե նա իմն է, թե այդ բազմամբոխ զորքի և ժողովրդյան հրամայողը իմ ապագա ամուսինն է, երբ տեսնում էի, որ երբեմն իմ ձեռքը խնդրող իշխանները այժմ անհուն մեծարանքով և ակնածությամբ գլուխ են խոնարհում նրա առաջ, և այդ բոլորը ես տեսնում եմ, ներքին հրճվանքից սիրտս կամենում էր դուրս թռչել։ Եվ այդ միևնույն սիրտը, եթե գտնվեր այդ րոպեին իմ ձեռքում, հավատացիր իմ բարի Սեդա,
ես կգլորեի նրան այդ դյուցազնի ոտքերի առաջ։